ՓԿՏ 01-23 քրեական գործի քննությունը դատարանն արձանագրում է, որ դատական նիստը սկսվում է նախադասնշանակ վարժանից շուրջ կես ժամ ուշացմամբ, դատարանը հասկանալի է համարում եղանակային պայմանները, ճանապարհների անցանելիությունը, հնարավոր դժվարությունները, այնուամենայնիվ արձանագրում է, որ որոշակի ժամանակահատված շուտ դուրս գալու դեպքում այնուամենայնիվ հնարավոր է ժամանակին հասնել դատական նիստերին։ Դատական նիստերի քարտուղարին խնդրում զեկուցել ովքեր են ներկայացել դատական նիստին։ Պատվարժան դատարան դատական նիստին ներկայացել է հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը, մեղադրյալ Անդրանիկ Վերանյանը, պաշտպան Նարեկ Գրիգորյանը, դուրողների իրավաճառ Հարություն Օհանյանը, Ստեփան Հակոբյանը, Դավիթ Ղազարյանը, վկաներ Շալիկո Եղիազարյանը, Գարուն Ասրյանը, իրավաբան նեթի օպերատոր Վարդան Մանուչարյանը, ինչպես նաև Ինֆոկոմի լրագրող Սուսինա Խաչատրյանը։ Դատական նիստին չի ներկայացել ՎԿ Արմեն Վարդանյանը, վերջինիս հետ կապ ենք հաստատել, նշել է, որ ճանապարհային խցանումների պատճառով ժամը 11-ի սահմաններում կներկայանա դատարան։ Շնորհակալություն։ Դատական նիստին չներկայացած անձանց բացակայության պայմաններ նիստը շարունակելու առնչությամբ որևէ դիտարկումներ կան։ Վկաներ Շալիկո Եղիազարյան, Գարուն Ասրյան, առաջնահերթ հարցաքննության առնչությամբ որևէ մեկը խնդիր ունի։ Ես պատվարում դատան։ Ասեք։ Ես պատվարում դատան հանրային մեղադրողի միջնորդության վրա հարցաքննող վկաներն, սակայն պատվարում դատան պարոն Խաչատրյանի նախագահությամբ կայաց դատական նիստերի դատական գործի քննության ընթացքում պարզ է դարձել, որ պարոն Ասրյանի ցուցմունքը այսպես ասած ինչ-որ չափով անցյալ է պարոն Եղիազարյանի ցուցմունքից, ուստի եթե հանրային մեղադրողը որևէ առավելություն չունի, առաջարկում ստուգեցին Շալիկո Եղիազարյան, նույնիսկ այլ առնչություններ Շալիկո Եղիազարյան, խնդրում եմ համեցեք ամբիոնի մոտ, Գարուն Ասրյան, խնդրեմ դուրսը սպասեք, ձեզ կհրավիրենք։ Անձը հաստատող փաստաթուղթ ունեք։ Ներկայացեք։ Շալիկո Եղիազարյան։ Դատարանին ներկայացվեց Հայաստանի Հանրապետության նախադրյալ 5568-18 սերիա համարի անձնագիրը, որ պատկանում է Շալիկո Սերժիկի Եղիազարյանին, վերադարձնում է դատական նիստերի դահլիճում գտնվող անձանցից ում եք ճանաչում։ Հարութ։ Միայն Հարութին, ինչպիսի հարաբերությունների մեջ եք գտնվել։ Բարեկամական։ Չէ, ուղղակի դեպքի ժամանակ ենք տես հանդիպել ու ինչեր մաշվում։ Ինչեր մաշվում եք։ Ձեր ունեցած հարաբերությունները ձեր ցուցմունքի բովանդակության վրա կարող է որևէ ազդեցություն ունենալ։ Ոչ։ Տեղյակ եք ինչ քրեական գործով եք հրավիրվել հարցաքննության։ Տեղյակ եք, դատարանը ձեզ պարզաբանում է, որ պարտավոր չեք ցուցմունք տալ ձեր մերձավոր ազգականի, ձեր ամուսնու վերաբերյալ կան խնդիր։ Ոչ։ Եվ մի ժամանակ դատարանը ձեզ տեղեկացնում է, որ պարտավոր եք տալ ցուցմունք, այն էլ ճշմարտացի ցուցմունք տալուց հրաժարվելուց ու ցուցմունք տալու համար կենթարկվեք քրեական պատասխանատվության, քրեական օրենսգրքի 503-504 հոդվածներով։ Խնդրում եմ ձեր համազգանունը նշեք, ստորագրեք, որ նախազգուշացված եք։ Ամբիոնի տեքստը կա։ Արգելի վկա, նախքան ձեր հարցաքննությունը սկսել ամբիոնի վրա տեքստ կա, խնդրում եմ բարձրաձայն ընթերցել ձեր անվան ազգանվան մատնանշումը։ Ես Շալիկո Սերժիկի Շալիկո Եղիազարյանից ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ոչ ճշմարտությունը և չեմ ասելու ոչինչ բացի ճշմարտությունը։ Շնորհակալություն։ Խնդրեմ հարգելի Հանրային մեղադրողը հարցադրումներ են չեսնի, դուք հնարավորություն կունենաք հարցեր տալու նստեք։ Չէ, ունեց հարց են տալի, որ մեղադրաբանի հետ կապ չունի, դատապաշտպանի համար բազում է դատարանի անները։ Ասեք։ Հարգելի Եղիազարյան, որ դուք ասեցիք, մինչև հիմա շփվում ենք, բացի այս դատական նիստերին, որ մենք հանդիպել ենք, մեկ էլ որ մի օր եկել եք իմ երեխու գերեզմանը ճարել
այդ շփում։ Ոչ։ Պարզվում է, որ Պարզ, խնդրեմ Հարգելի Արենը։ Շնորհակալություն։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ինչ պատերազմը սկսվել է, որտեղ եք ապրել, հաշվառված եղել։ Քաշաթաղի շրջան գյուղ Սարատակ։ Սարատակ գյուղը երբ դա հայտնել Ադրբեջանի թիրախության տակ։ Ես ամսաթվետես չեմ հիշում, դե չեմ կարող ասեմ, որներ ինչ էր։ Դուք Գրավել են այդ տարածքները, մինչև զինվորական դատախազին Հայաստանի դիմում ներկայացրել եք։ հա, Ինչ դիմում եք ներկայացրել, երբ եք ներկայացրել։ Հիշեք, հիմա ոչ մի բան չեմ հիշում։ դիմումը հիշում եք ինչի մասին է։ Ոչ չեմ հիշում։ Այդ եմ հարցնում, ինչ Դիմել ենք այդ մարտական գործողությունների ընթացքում որոշ թերությունների համար դա մարին։ կոնկրետ դատանը ձեզ հարցրեց, գիտեք ինչ գործի շրջանակներում հարցակնում եք, գործի վերաբերյալ դիմում նշել եք։ Ոնց որ դա։ Ես կադրերը ես եմ ներկայացրել, չեմ հիշում որտեղ եմ ներկայացրել, այլ ճիշտ, բայց քնի չեմ տվել, չգիտեմ, քնի չեմ, որտեղ աշխատող էր, ինչ աշխատող էր։ Դիմումը, որը դուք ներկայացրել եք, թվագրված է 21 թվականի մարտի 26-ով։ Հա, երևի այդ բան։ Այ խնդրեմ նշեք, ինչու մարտական գործողություններից ավարտից շուրջ 5 ամիս անց նոր միայն դիմում ներկայացիք։ Չեմ կարող ասեմ, չգիտեմ, բայց ես կադրերը շատ շուտ եմ տվել, դաժե մարտերի ընթացքում էր, լաչին հանձնված չէր, այսինքն մեր տարածքները, Գորիսում տվել եմ քրնիչի, ճիշտ ասած անազգանուն չեմ հիշում, ուղղակի դες զանգերով, չերեշիվ ասում մոտես կադրեր կա, այդ հրաման տվողին գտեք։ Այդ հրաման տվողին գտեք, նկարագրեք ինչի եք ականատես եղել 2020 թվականի հոկտեմբերի 9-ին եւ որտեղ։ Ես հիմա նորից շատ մանրամասներ չեմ հիշում, իրականում շատ ժամանակ անցել, բայց այն ականատես ենք եղել, որ այդքան երեխեք իշխանաձորի վերև, որ այդքան երեխա ԱԹՍ-ից ընդամենը վարման դրեղ։ Մինչև երեխեքի վարվել։ Այդ մինչև երեխեքի վարվել, այդ երեխեք իշխանաձոր խանութների մոտ իրանց համար ազատ ման էին եղել։ Ու մի հատ ԱԹՍ վերևում շրջում էր։ Այդ ԱԹՍ-ը եկել էր S300-ի հետևից, որովհետև S300-ը դրա նախորդ օրը գործողություններ իրականացրել, ինքնաթիռ էր Ադրբեջանի ոչնչացրել, եկել էր դրա հետևից։ Եթե տեղափոխված էր, միտեղ պետք է ընկներ հետի։ Ու դժբախտաբար եղավ այդ դեպքը։ Դուք իշխանաձորի խաչմերուկում եք ժամանակ եղել հետ։ Ես Գարունը շատ մարդ կար, դե ես չեմ կարող այդքան թվարկել, էլի, որովհետև շարժը, երուզերը շատ է։ Այո, ասում եք ազատ երեխեք ման է գալիս, որը մեկ այդ երեխեքից թաքնված պատասխան։ Չէ, որովհետև այդ խնդիրը չունեի գտել։ Իսկ ինչի չունեք։ Որովհետև ցվրված եթե ման են գալի, դա ապահով է։ Այսինքն ցվրված էին։ Հա, իրար վրա իրար չէին հաստատ։ Խանութում էին մեկ, այս խանութում էր մեր այդ երկու խանութ կա, կիսված խանութների երեխեքը առևտրել։ Դուք անձամբ ԱԹՍ-ն տեսել եք, Միանշել եմ։ ձայնը լսել եք, Տեսել եմ ձայնը շատ ուժեղ ու գալիս է, ինքը հարվածային ԱԹՍ է։ ինչից եք ենթադրում հարվածայիններ։ Իմ մարտական փորձը ցույց տալու։ Ինչ ոնց ասեմ, ինքը ուժեղ ձև ունի ու մարտական հարվածային ԱԹՍ-ն ու տարբերում ենք։ Առաջի պատերազմը չի որ մասնակցում, ներկայ շատ ուժեղ։ 16 թվականին մասնակցել եք, այդ ժամանակ ԱԹՍ-ի առնչվել եք, Անպայման։ նմանություններ տեսել եք, դրա համար եք նմանություն գալիս։ Հա։ Նույն գործողությունը, նույն վնասը, Արարյանի պոլկին էլ որ խփեց, ընտրումները այդ 16 տեղ։ Իշխանաձորի խաչմերուկում երեխաների ցավալից հետո ինչպես պատահեց, որ այդ երեխաները հայտնվեցին ավտոմեքենայի մեջ եւ շարժվեց։ Սպայի հրամանով նստեք շարժվում ենք, Ինչ սպայի մասին է խոսքը։ չեմ կարող շատ եմ ճանաչում։ Չէ, այդ սպան տեղում էր, եկավ, Չտեղում էր, դե կանգնած էր։ այդ հրամանը ինչ կերպ տվեց, որը մեկին զեկուցվել է, ինչ-որ բանի ականատեսել։ Ես ասեմ, ինքը խոսում էր հեռախոսով,
հետո հրաման տվեց, նստեք շարժվում եք։ Այդքան բան։ Հեռախոս ռադիոկապ էս բային։ Հա, դες չեմ անում, բայց խոսում եմ, այդ այնքան խառն եք ելել չի, որ ամեն մեկին կարաս ուշադրություն դարձնես։ Այդ ձեր կողմից նշված սպան ինքը ավտոմեքենայով է, թե ոտքով է, թե ինքը վերջում։ Վինիսով էր, տոբի ուրալով, դա չգիտեմ որը որդ է նստում, ես չգիտեմ Իսկ այդ սպան զոհվեց արդյունքում։ Ես հետո իմ իմացա, որ ինքը զոհվել է։ Այսինքն ձեր տեսած սպան, որը Չեմ դա նորից եմ ասում։ Ես չեմ կարող ասել։ Դա դատանին նայեք, դատան ձեզ բարձրացնում է։ Հանրային մեղադրողի հարցերը մինչև վերջ լսեք, մի ընդհատեք, կավարտի, կպատասխանեք։ Ինչ հիշում եք դրա շրջանակներում, որևէ մեկը ձեզ ավել բան չի պարտադրում։ Սպան, որին որ դուք տեսել եք եւ որը որ հրամանա տվել նստել եւ որը որ բջջային հեռախոսով կամ ռադիոկապով խոսում է։ Նշված սպան ի վերջո այս բարի դրությամբ ձեր ունեցած տեղեկություններով եւս զոհվել է թե ոչ։ Ես հետո իմացա, որ հենց այդ տվյալ ուղեկցող սպան զոհվել է, բայց որ հասել ենք դեպքի վայր, ես այդ մի սպայի անկել տոշերը հավաքել, ասում ես սպանելու եմ։ Ես գիտեի ինքն է, ճիշտ ասած, դաժե խաղ այդ զինվորական հագուստով սա մի նման, որ ինքը այդտեղ խառնված, ղաշկերը արցունքին կանգնած, ես պատվիրավորել եմ ու Չէ, ուղղակի երևի այդ Վիլիսի մեջի անձնակազմներ, դաժե մենք ենք այդտեղ լացել, որտեղ լացել էր տեսա։ Չէ, ես նորից եմ ասում, դաժե ես խառնել եմ, ես գիտեի հենց իրան եմ, ով որ խոսում էր, ես գիտեի հենց իրա դոշերն եմ հավաքել։ Այդ դեպքի արդեն հասանք տեղեր մենք դեպքով։ Իսկ մեղադրյալ վերանորին ճանաչում եք։ Ոչ։ Անցած դատին եմ տեսել։ Այդ սպանը նույն սպանը ինքն է թե ոչ։ Չէ։ Հավաքել։ Չեմ քիչ կողոտ տղա էր։ Նախաքննությամբ ձեռքբերված տվյալների համաձայն դեպքի վայրում ողջ մնացած սպա եղել է միայն ինժեներական ծառայության պետ Խորեն Մելիքյանը, որը վիրավոր է եղել, Իրան իշխացնել են այդ վաղտուրում, հա։ որը վիրավորվել է եւ մի պահ եղել է նաեւ Անդրանիկ Վերանյանը այդտեղ սպա։ Այսինքն ձեր նկարագրած իրավիճակում հիմա վերջին ապրանքը Վերանյանը չի եղել։ Ես չեմ տեսել, ես այդ խառը վիճակի կարող է անդեղը չեմ տեսել, չեմ պատկերացնում որ ինքնական, որովհետև շատ մարդ կար արդեն այնտեղ ու ասեմ ես Ինչքան ժամանակ հետո եք հասել այնտեղ։ Վարքյանական էս խփելա, այսինքն մենք արդեն շարժում ու սկսեց իջնել ինքը, ատեսնել, մենք ասենք ես իջնում եմ Ուրալի վրա, դե հաստատ մենք գիտեինք արդեն իրականությունը, էլի մարտական փորձը ցույց տալով, շարժվելու ընթացքում արդեն մենք ավտոները որ ստանք շարժման, մենակ ճամփի Ինչեր խփել եք շարժում։ Հա, մինչև խփելը շարժվում, որովհետև SVD-ով է կրակինք։ Տղեկը SVD-իստը այդ ընկերս էր, հենա կադրերի մեջ կա, որ էլի սով ենք ավտոյով շարժում, ինքը խոսալով ինքը քշում էր, չէ, ես էի քշում ինքը կրակեցել այդ ուղղությամբ, որ կանոնը շատ էր եղում չկարած, ու ասինք, ու նստանք ավտոն շարժվում, մինչև արդեն պայծով որ բարձրացանք, արդեն խփել էր։ Լսեցիք դուք պայթյուն։ Չէ, արդեն մենք ավտոյի մեջ այդ ընթացքի դատողները քշելուց արդեն գիտեի որ մենակ էինք ասում, մենակ իջնեն ավտոյից, մենակ հասցնեն թռնեն ավտոյից։ Այդպես խոսալով գնում ենք մենք։ Ասում տեսանք արդեն։ Ձեր ցույցից կարելի է ըստ ձեր ներկայացուցի միանշանակ հետևություն անել, որ դուք վստահ եք, որ Ուրալը խոցվել է ԱԹՍ-ի միջոցով։ 100%։ Ընդհանրապես ոչ մի քննարկման կամ խոսք չկա։ Նույն ԱԹՍ-ն, որը օդում։ Այդ մի ԱԹՍ-ն էր, ինքը հավաքեց։ Բա այն ժամանակ, երբ որ լսեցիք, որ սպան, որ իմացաք, որ հետագայում զոհվել է, հրաման տալիս, որ անձնակազմը նստի։ Այդ ժամանակ այդ ԱԹՍ-ն կար օդում։ Հա, օդում էր։ Ձեզ համար տարօրինակ է։ Շատ տարօրինակ է, բայց մենք չհասկացանք, դե հազար բան կարող է ասում նստեք, գնանք թաքստոց նստեք, գնանք ինչ-որ միտեղ շատ կիմանանք որ ուր եք գնում։ Որ ասեմ ձեզ էլի, իշխանաձորում այնքան խառնաշփոթ էր, հազարավոր մարդիկ, հազարավոր մեքենաներ, այդ կենտրոնն է, վաշե շտաբը հենց ընդ է ադրվում մարդերի ժամանակ իշխանաձորը նման կենտրոն, այնքան խառն է, որտեղ չես կարող ասել, որը որ ուղղությամբ Ճիշտ չնստելն է այդ ավտոմոբիլը։ անպայման։ Ինչի։ Անձնակազմում մարդական խնդիր ուներ կատարելու, պետք է հասնել Մարդական խնդիր, առաջին ոչնչացնում են ԱԹՍ-ն, օդում վնասը, ինչ-որ վնասա տալու, որ գիտենք հաստատ վնասը, ինքը նոր անցնում են գործողության։ Ինչ գիտեք հաստատ վնասը, կարող է հարվածային ԱԹՍ չէ։
Ես գիտեի, որ հարված է, պետք է դուբոյ սպա, դուբոյ զինվորական, պարզ քաչ գիտակցել է, դա հարվածային է, թե ռազմադաշտի է, թե ուրիշ։ Իսկ այդտեղ ասում եք նենց խառնել հազարավոր մեքենաներ, մարդիկ, մյուս, բայց այդ հատվածը արդյոք ինքն իրենով վտանգավոր չէր, որ մի հատ էլ Այդ հատվածը վտանգավոր էր, ուղղակի մարդիկ սրված են։ ԱԹՍ-ն այն դեպքում է հարվածում, մի հատ տեխնիկայի, անիշվոր խմբավորում, մեծ խմբավորում։ Այդ դեպքում ինքը վնաս չի տա։ Իսկ այդտեղ զենքի պահեստ կար, Ոչ, դուք անձամբ զենքի պահեստ չեք տեսել։ զենքի պահեստ ախր չի եղել։ Արկղներով սնայրատեր է եղել։ Այլ մասին է խոսքը, Թե չէ պահեստ չի եղել։ Բասոտյա լծրած, հələ դրա վրա հետ գալուց արդեն տղերքին այդ վիճակին, ես հետ գալուց տեսա յաշիկները, չկա շերտի վերևը, այնտեղ վայնի ոստիկանության տղերքներ են կանած, մեր քրեականի տղերքներ կանչի, հələ ասես չեք անում։ Բայց պայմաններում այդ խաշմելուկի ինքնին ավելի վտանգավոր Չէ, խաշմերուկից բարձր։ Ինչքան բարձր։ Մոտ մի 8-10 մետր։ Դե 8-10 մետրը արկի համար, սնարյադի համար։ Չէ, ինքը հայտե խաշմերուկում մենք ամնացել մնային, պայթունները լրիվ օթով էր գնալու։ Ինչի։ Որովհետև սնարյադը որ տրակում է, ներքև չի իջնում, բարձրանում է։ Այսինքն խաշմելուկի Խաշմերուկին կանգնած ոչ մեկ չէր վրաց։ 8-ից 10 մետրը դա չնչին հեռավորություն է։ Հեռավորություն չէ, բարձրություն։ 8-ից 10 մետր Հա, բարձրության վրա է գիտա, հեռավորությունը մի 20-30 մետր կա։ Եվ ձեր կարծիքով 8-ից 10 մետր բարձրության Չէ, վստահ եմ ուղղակի, կարծիք չի դա։ Նորից եմ կերպերում իմ մարդական փորձ եմ դարձ։ Բացի Ուրալից այլ ավտոմեքենա Վինիսը տեղից որ գնում։ Հարութի ավտոմեքենա վկա, լսեք հարցը ինչ է։ Բացի Ուրալից մասնավորապես Հարություն Օհանյանի ավտոմեքենան Հարություն Օհանյանին ավտոմեքենայով տեսել եք ուներ։ Դեպքով դες չեմ ճանաչում։ Մենք դաժե որ հելանք վերև, որ տեսանք ինքը այդպես վատ վիճակի մեջ, դաժե չգիտեինք որ ծնող է։ Մենք դրանից հետո շատ ծանր տարանք այդ ամեն ինչը։ Այդ վաղ իր այդ հավասար մենք ենք լացել արդեն։ Այդ վաղ մենք ենք ուզվել, որովհետև դա չգիտեմ անասելի է, էլի ու չեմ կարող ասեմ ոչ։ Դուք պիկապ թափքով ավտոմեքենա Ուրալի մեջ զինվորների նստելուց առաջ եւ մինչեւ դեպքը իշխանազորի խաշմերուկում տեսել եք թե ոչ։ Պիկապ թափքով ավտոմեքենա։ դե շատ ֆոտոներ։ Մեր դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով պարզվել է, որ իշխանազորի խաշմերուկում երբ որ զինվորները իջած են եղել Ուրալ ավտոմեքենայից, մոտեցել է պիկապ թափքով ավտոմեքենա, որի մեջ է եղել այդ թվում Մեղադրյալ Անդրանիկ Բերանյանը, եւ վերջինիս կողմից է հրաման տրվել նստել ավտոմեքենա եւ շարժվել։ Դուք նշում եք, որ ինչ որ սպայի ենթադրաբար զոհված սպաներից մեկին, որովհետեւ ասացիք, որ ունացել եք կողմից եք լսել այդ հրաման նստել։ Մենք չգիտենք հրամանը ով է տվել ինչ ա, բայց ինքը հրաման տվեց նստել խոսալուց հետո։ Դա մեր արդեն ենթադրությունն է, որ ինչ որ մեկից հրաման ստացա որ շարժվի։ Դե ես էլ ձեզ ներկայացնում եմ իրավիճակ, որ այդ դեպքին նախորդող ժամանակահատվածի իրադարձությունները զարգացել են իմ ասած ձևաչափով։ Այդ արդեն չեմ կարող ասել։ Եկել է սպա Ռոգնդապետ Վերանյանը, որը որ հրամայել է նստել ավտոմեքենա, այդտեղ հեռախոսով խոսացող սպայի մասին մենք ձեզնից ենք առաջին անգամ լսում։ Այս պայմաններում ինչպես կպարզաբանեք ձեր ներկայացածը, որը դուք միակն եք, որ ներկայացնում եք իրավիճակ, որի մասին որևէ մեկը այդ թվում ողջ մնացած զինծառայողը, այդ թվում ողջ մնացած Խորեն Մելիքյանը, այդ թվում ականատես վկա Հարություն Օհանյանը նշում են, որ եղել է հետևյալ կերպ, պիկապ է մոտեցել Անդրանիկ Այդ Բերանյանը։ ես չեմ տեսել, դա չգիտեմ, հա, այդ ում ամոթեցը ինչ արի, ես չեմ տեսել պիկապ։ Ուրալի մեջ նստելու պահին, երբ որ նստում են զինվորները, ԱԹՍ-ն օդում էր, տեսանելի էր բոլորի համար։ Բոլորի։ Առնվազն ձեզ Մեքենա, հա, մի բոլորի հիմա դա ով ներկա է։
Այ երբ որ մոտեցակ կխնդրեմ դժվար ասեցիք, բայց նշեք զինվորի ծնողը, մասնավորապես խոսքի մասին է։ Երբ որ մոտեցակ, ինչ որ մեկին ինչ որ բանում մեղադրում եք, ինչ որ բան ասում եք, չեմ կարող հիշեմ։ Որտեղ սկզբից որ մենք ասել ենք մեր ուշադրությունը ուռալն է այդ վարվող երեխեքը։ Մենք ընթացքում ենք հետո իմացել որ ծնողը հետո բաժանի որ եկավ սկսենք հավատալ մի խոսքով ինքան խառնաշփոթ վիճակի չեմ կարող ասեմ դարձին ոչ մի բան չեմ հիշում մենակ որ ինքը աղացելով գոռում էր ուզում էինք այդ պատոնները որ տրափում էր իրան բերեինք ես կողմ կադրերի մեջ եկա ես էլ եմ մոտենում ասում մոտիկ չգաք ինձ ու դե արդեն Երբ ավտոմեքենայով ընթացքի մեջ եղած ժամանակ ԱԹՍ-ի հանդիպել եք, երբ որ ավտոմեքենան քշելուց եք եղել, ու ԱԹՍ-ը եք նկատել, լսել կամ տեսել, ոչ չի եղել։ Որտեղ միշտ գործողության մեջ ենք ելի ու ոտով, ես պեղոտ եմ էլի, տենց ասեմ, մեքենայի ոչ մի գործողություն չի։ Եթե ավտոմեքենայի մեջ առաջին հերթին ուշադիր պետք է լինեին, եթե այդ ԱԹՍ-ն կա, եթե օդում կա, արդեն առաջին հերթին կամ պալատկեն պետք է բացել նոր քշել։ Դա իմ կարծիքն է, ավելի նորից եմ ասում, փորձն է ցույց տալի, որ տենային իշներս գոնե կայնեն իշներին ավտոյից։ Եթե գցում էին իրաց ավտոյից, պարկեին գետին, ոչ մեկին ոչ մի բան չէ։ Ամեն դեպքում ձեզ ԱԹՍ-ի օդում հակ լինելու պարագայում երթի ժամանակ, ավտոմեքենայի երթի ժամանակ, ճիշտ ավտոմեքենայի անպայման ու պարկելով։ Դուք նշեցիք, որ SVD-ով ձեր հանդիպից ընկերը կրակել է, բայց կրակելու գործոնը, կրակելը ինչքան ու որքան էր արդյունավետ, արդյոք հավատացիք առանց արդյունք է, ուղղակի որ այդ պահին ամեն ինչ ուզում ես արածել ես, ինքը հեռու էր էլի, մարդը մի հատ կպնի հերիք է, կարող պատահական է կպնի այդ դեպքում, եթե տողության կարակնը զուտ է դա էլ է, թե չէ որ ասես։ Հարգելի վկա, ձեր ցուցմունքը նախորդին նշեցի, ձեր ցուցմունքում շատ էական երկու հանգամանք չի համապատասխանում մեր դատականության ընթացքում հետազոտված ապացույցներին։ Մեկի մասին արդեն նշեցի, թե ինչ հանգամանքներում է իշխանաձորի խաչմերուկում, ինչ հանգամանքներում են զարգացել իրադարձությունները իշխանաձորի խաչմերուկում եւ ում ներկայությամբ եւ մասնակցությամբ եւ հրամանով, եւ երկրորդ ձեր կողմից նշած սպան, որի դոշերը հավաքել եք ձեր բառերով ասած, դա Խորեն Մելիքյանը կարող է լինել բացառապես։ Չեմ կարող ասեմ, զինվորականները շատ կային է, ասեմ դες, մենակ Խորենը չգիտեմ, մենակ մի հոգի չի եղել։ Դուք ժամանակագրական առումով Դաժե 2 թե 3 հոգով էին կանգնած իրան, որ մոտեցել են։ Դուք ժամանակագրական առումով քանի որ երբ ներկայացնում եք դեպքի հանգամանքները մասնավորապես նշելով որ անգամ դուք չէ Ուրանի խոցումը նստել եք ավտոմեքենային եւ շարժվել եք եւ փաստացի ստացվում որ ձեր շարժի ընթացքում Ուրանը խոցվել եւ առաջիններից եք հասել դեպքի վայր։ Որ հասել ենք արդեն կայից։ Չէ Ջաբրայելից եկող մեքենաներ դաժե դրանց դեմ էին կային որ չկան անցնել շարակեն շատ էին։ Մենք հասել ենք արդեն շատ ավտոկար կային։ Մի քանի ավտոկար մնաց էր արդեն կամազները եկան լեսները տարով բերով։ Այդ ճանապարհը շատ ուժեղ շարժի տակար էր։ Մենք որ հասել ենք արդեն էլի շատ մարդիկ կանգնած են։ Ես ինչեւ ավարտեմ հարցս։ Ստացվում է այնպիսի իրավիճակ, որ դուք ամենայն հավանականությամբ դեպքի վայրում հավաքել եք Խորեն Մելիքյանի դոշերը։ Չեմ կարող ասեմ, կարող։ Բայց Խորեն Մելիքյանը նման հանգամանք չի նշում։ Մեկ եւ դա երկրորդական հակասություն է, բայց առաջնային հակասությունը ի վերջո ձեր ցուցմունքի եւ բոլոր մյուս հարցակրված օրգանների ցուցմունքների միջեւ չի լինում որովհետեւ հարթել։ Մասնավորապես, ինչպես է ստացվում, մենք ունենք իրավիճակ, ասում առաջնային ականատես վկաներից 3-ից, որ իշխանաձորի խաչմերուկում տեղի ունեցածը այլ կերպ է եղել, այսինքն եղել է սպայի հրաման, մասնավորապես Մեղադրյալի հրամանը, պիկապով եկած Մեղադրյալի հրամանը, մասնավորապես Տարոն Նիկողոսյանի հանգուցյալ սպա, որը եւ հրամայելը դրանից հետո արդեն անձնակազմի նստել։ Ինչպես կմեկնաբանեք այս հակասությունը։ Չեմ կարող ասեմ, չգիտեմ։ Ես հարցեր չունեմ։ Հարցեր ունեք։ Խորեն Մելիքյանը այդ բան չէ կարող անտերել, քանի որ Խորեն Մելիքյանն ինչ պատմիչը մարդ է, ինչ տարել է։ Արգելը գայթունքն եմ ասում ձեր նա միգրոֆոն Մոտեց։ այդ ձեր
ցերեկեր։ Ցերեկեր։ Պարոն Իգազյան, այլ ասել եք, որ նաև տեսանյութ կարա հանել եք արդեն պայթունի վայր։ Այդ տեսանյութը որևէ մեկին տրամադրել եք։ Ոչ, մենակ քնիչի։ Մենակ քնիչի։ Ունի մոտ է իմ։ Այդ կադրերը իմ մոտ է, կա ու պահում։ Արգել դապան, ես մի մոտ ուզում որ դեզերապարակվի Հարությունյանի կողմից տրամադրված պայթունի վայրի տեսանյութը որպես հասնենք հասկանալու։ Դա այդ նույն տեսանյութն է թե ոչ։ Հարություն Օհանյանի կողմից ներկայացված։ Այո։ Ճիշտ կարողություններ կան, Չկա, ես ես մարդուն դարի վրա։ որ նախորդ դատական մի քանի վայրկյանից տեսան։ Պայթունի վայրն էլ Դատանը հայտարարում է 10 րոպե ընդմիջում տեխնիկական ապահովվածությունը ապահովելու համար։ Շարունակվում է դատական լիստը համակարգչային համապատասխան սարքավորման մեջ ներբեռնվում է Հարություն Օհանյանի կողմից ներկայացված դասերային սկավառակը տեսանյութը կարճ է երկու է։ Ատանյան համակարգչով ցույց տվեք, եթե դու բան չենք ավարտում տեսել ընտրի համակարգչով։ Հաստացի մենակ լոկային տեղեկացուցն է։ Դատանի համար ընդունելի է մոտեցում շնորհակալություն։ Հարգելի կամոթեցեք դատարանը տեսակցությունը ձեզ համար վերարտադրում է։ Ես այս տեսակցությունը վերարտադրելու անհրաժեշտություն կա ոչ։ Այո, հարգելի ուղղալ։ Սա ձեր կատարած տեսանյութն է, թե չէ։ Հակային է չի։ Հարություն Օհանյանն ասել։ Ոզի, պարոն։ Սա նույն տեսանյութն է, որ դուք եք կատարել։ Կոնկրետ էդի չեմ հիշում, բայց նման կադրեր իմ մոտ կա։ Պարոն Իգազյան, այ ասեցիք սովորական հարաբերություններ ունենք պարոն Հարություն Օհանյանի հետ։ Այն մինչև ըստ դատական նիստը սկսել դատական դահլիճ մտնելուց դուք եւ Գարուն Ասլյանը բավականին ջեր ողջունեց Հարություն Օհանյանին գրկախառնվեց։ Հա։ Արդյոք սա սովորական հարաբերություն է։ Սովորական է միանշանակ։ Իսկ դեռ յետք ինչ հարաբերություն ունի Հարություն Օհանյանը Գարուն Ասլյանի հետ։ Այո, Եվ ոնց ես ունեցա կարող ասել։ ոչ ավել ոչ պակաս։ Ոչ ավել, ոչ պակաս։ Շատ։ Պարոն Իգազյան, այդ խնդրում եմ հայտնել, թե ինչ նպատակով եք դուք ներկայացել այդ օրը քննարկվող օրը իշխանաձորի խաչմերուկ։ Ոնց։ Ինչ նպատակով եք ներկայացել իշխանաձորի խաչմերուկ։ Ներկայացել, մենք տուն չենք գնում։ Մենք մարտի մեջ ենք։ Այդ ընդհանրապես մի ժամով եմ եկել խաչմերուկ կանգնել, որ հասկանանք ինչ գործողության պետք է գնանք, որտեղ նոր ենք եկել մենք ճարպրալի գործողություններից։ Ու այդ դեպքը կատարվել է։ Շատ։ Այ ասել եք, եկել եք կանգնել,
կանգնելու նպատակը ո՞րն է եղել, ԱՏՍ-ի արկայությամբ պայմանավորված եղել կանգնելը, թե այլ պատճառով եք կանգնել Խաչմերուկում։ Մենք իշխանաձոր ենք գալի գնում ամեն գործողության գնում ենք, ասենց ասեմ ձեզ, առաջի օրերից հետո, Ջաբրայելի դեպքերից հետո անմիջապես առաջնագծում ենք եղել, որ հետ ենք եկել, մենք բաժանվել ենք խմբերի, փորձել ենք մոլորված մեր հայերին, որտեղ տարածքը մենք ենք ճանաչում, որպես տեղաբնակիչ, չէ, մի րոպե ասեմ, էլի հարցին եմ պատասխանում, որ թողեք խոսամ, հարցին կզգաք, որ դրա պատասխան եմ տալի։ Ամեն ինչ անում ենք, որ մոլորված մեր տղերքին, ով որ գնացել է մարտի դաշտ ու ճանապարհ չգիտի, գնում բերում ենք։ Ու շատ մարդ ենք այտենց անում մարտի դաշտից, ու գնում ենք հերթական անգամ գնացել ենք Իշխանաձոր, այսինքն մի համարյա միշտ գալի գնում ենք գործողության, մեկս գնում, մեկս գալի, այսպես դեպքերի, այսպես խառը վիճակի մեջ ենք։ Խաչմերուկում կայները քանի որ ԱՏՍ-ը եք տեսել լսել, թե այլ պատճառով։ Նորից եմ ասում, հերթական անգամ կանգնել ենք, համել ԱԹՍ-ն տեսանք։ Այսինքն ձեր կանգնելը պայմանավորված չի եղել ԱՏՍ-ի։ Ոչ, ԱԹՍ-ի, որտեղ մենք մեքենաներով եկել ենք, հենց իջել ենք, տեսել ենք ԱԹՍ-ն օդում, սա խառնված արդեն։ Պարոն Եղիազարյան, այլ կհիշեք, որ գնացել եք, հասել եք Խաչմերուկ, հիշեք ավտոներից։ Ուրալը արդեն դեպել։ Չեմ կարա հիշեմ, անկեղծ չեմ կարա հիշեմ։ Պարոն Եղիազարյան, իսկ այդ Խաչմերուկից մինչև Պայթունի վայրը մոտավոր ինչ հեռավորություն է։ Կիլոմետրից ավել կներ։ Պարոն Եղիազարյան, մենք հարցել, իսկ այս ողջ ընթացքում քննարկող ժամանակահատվածում Խաչմերուկում եք կանալ, Խաչմերուկում արկղերը արկերով տեսնել, նաև Պայթունի վայր գնալ, գարունը միշտ ձեր հետ է եղել։ Այդ կադր կա, հիմա գարուն ենք ուրիշ մեքենայով շարժվել, մենք հետևից ուրիշ, որտեվ շատ ենք էլի նշվում տղերքով, ամեն մեկս մի քանի ավտոյով շարժվել ենք հետևից։ Հիմա Խաչմերուկ որ եկել եք։ Հա, մենք իրար հետ ենք Գարուն հետ եկել։ միասին։ Հա, իրար հետ ենք եկել, հա։ Բայց Պայթունի ուղղությամբ շարժվելը արդեն առանձին մեքենաներով։ Արկերով լի արկղերը, որ տեսել եք, գարուն ձեր հետ այլ։ Չէ, դա հետ գալուց եմ տեսել։ Խի գարուն ձեր հետ գալուց չի եկել։ Չէ, տարբեր ավտոներով էլ հետ ենք եկել։ Շատ։ Սակայն միասին նույն ավտոյով գնացել եք Պայթունի վայր։ Չէ։ Տարբեր ասած։ Տարբեր։ Շատ։ Այլ ասել եք, որ ԱՏՍ-ն եւ տեսել եք եւ լսել եք ու նաեւ sense մի բան եք ասել, որ բոլորն էլ տեսել են։ Այ երբ եք։ Չէ, ով չի տեսել դա։ Մարդկա որ չի տեսել։ Այ երբ եք ԱՏՍ-ն տեսել, օդում ֆռռալուց թե խոցման պահին։ Հիմա ես խաղ ենք անում, ասում գնացել եմ այնտեղ ԱԹՍ-ն այնտեղ էլի օդում տեսել ենք դե հիմա նույն բանը 10 անգամ հաճախ Դատանին կարա։ է, մի նյարդայնացեք։ Դե չեմ կարա չնյարդանամ, որտեղ այն դեպքն է, որ 1000 ցավ ենք տենում, մենք 1000 բանի մեջ ենք ապրում։ Դատան իրավասություն դες շվեյաբայք հաջորդ անգամ։ Մի նյարդայնացեք։ Կներեք։ Հնարավորինս հանգի, փորձեք պատասխանել։ Լավ, Դատան մարդկայնորեն հասկանում է իրադրությունը, բայց այնուամենայնիվ լավ, բարի։ Կանցեմ հարգելի։ Այլ պարոն Եղիազարյան, դեպքի ու այլ մարդկային եղել, գտնվելիս են եղել նաև ոստիկանության աշխատողներ, որոնք մասնավորապես իրենց ցուցմունքները մասն են, որ ԱՏՍ-ն իրանց կողմից դիտարկվել է միայն ժամանակ, երբ որ արդեն իջնում էր խոսելու, ինչպես կբացատրեք այն հանգամանքը, այն համատեքստում, որ ասում եք, որ բոլորն էլ տեսել են։ Այդ ոստիկանը կուզեմ ես տենամ իրան, ինքը եթե իմ դեմ կարա այդքան ասի, ուրեմն ինքն դե չի եղել։ Այ ասում եք, հարվածային ԱՏՍ-ը եղել ու ասում եք նաև ձայնով ատարել։ Այդ ձայնը ԱՏՍ-ի օդում գտնվելու ողջ ընթացքում նույնն այլն, թե ինքը տատանվում է, փոփոխական։ Տատանվում է իջնելուց ինքը արագություն հավաքելուց ձենը փոխվում է։ Դա մենակ մենք կհասկանանք, որովհետև ով որ գիտի, առնչվել է նման դեպքերի հետ, արդեն ինքը բարձ հասկանում է։ Շատ։ Մինամյոտի սնարադի ձեններն ենք արդեն հասկանում, որ ուղղությամբ գնում։ Ես ճիշտ հասկացա ձեր ասածից, որ մնացյալ բոլոր ԱՏՍ-ները մինչև իջնելը, մինչև խոցելը նույն ձայնն են ունենում։ Մնացած Այո։ Տեսակներ են ես հարվածային նկատի ունեմ, մնացածը իջնելուց, եթե ռազվեդեշնի ԱԹՍ-ը կամ բանա
ոնց կար ինքը իշնի կամ ասենք ինչ որ բան անի։ Հարվածայինը սաղել ձենը փոխում են։ Ես արդյոք ճիշտ եմ հասկացել ձեզ, որ մնացած բոլոր ԱԹՍ-ները, Ահա։ այդ թվում է հարվածային, Ահա։ մինչև իջները, Հա։ ունենում են նույն ձայնը։ Չէ։ Չէ։ Այդ դեպքում խնդրում եմ բացատրեք, որովհետև ասում եք իջնելու ձայնը։ Ասեմ ձեզ, կա ռազմավարությունի այդ անօթաչուներ, որով որ դրանք պետք է տեսանելի լինեն, շատ ձեն չունեն, այդ ձևի ոնց որ հարվածային է։ Հարվածայինը շատ մեծ տրակտորի ձեն է անում։ Իջնելուց թե Օդում գտնվելու ժամանակ էլ իջնելուց ձենը փոխվում է արդեն արագություն հավաքելուց։ Պարոն Եղազյան, իսկ այ որ ասում եք սպան հրամայեց, որ նստեն Ուրալով ու շարժեն։ Այն անձնակազմը ում որ ուղված է եղել այդ հրամանը։ Որևէ կերպ, որևէ մեկը հանդիմանել է, հակաճառել է այդ հրամանը։ Երևի թե չէ, որովհետև սա նստանք ու շարժվել է Ուրալը։ Եթե մեկը մնար կամ հանդիմաներ, ուրեմն Ուրալը չէ շարժվի, չէ։ Հարություն Օհանյանի խաչմերուկում տեսել եք։ Որ չեմ հիշում, որովհետև այդ վաղ մենք չենք ճանաչում։ Հարութի հետ հանդիպել ենք Մասիսում, որ նստել ենք նորմալ խոսացել ենք, տղու Շիրիմում գնացել ենք, գտել ենք Հարութին, զանգել ենք, գնացել հանդիպել ենք, որովհետև ցանկություն ունեինք Շիրիմին գնալու երեխու։ Բավական է, ես այլոց ասում եմ։ Ես Իրոք հեղալել ասել։ Արգելի վկա, պաշտպանի հարցը մի քանի անգամ ինքնին հարցը տվեց նույն ձևի։ Դուք տեսել եք արկղերը եւ արկղերով լի սնարյադները։ Մենք ուշադրություն չդարձրեցինք, բայց ես հիմա նորից ուզում եմ այդ նույն հարցը իրա տված տամ։ Դուք այնտեղ տեսել եք սնարյադներ կամ սնարյադի արկղեր։ Ուրեմն ասեմ, մոտ մի 400-500 ящик եմ տեսել, որի համար իջել եմ ոստիկանների հետ, վայրենի ոստիկանների հետ, առանջվել մի խոսքով, դաժե խոսքը զգուց դարավ, որ ասես դու չես որոշում, ասի ձեր նման ոչխարներով կներեք էլի 1000 անգամ որ սե կայնած են, ով որոշի, որ դուք չեք անում։ Այդքան բան ես ավել Բայց սնարյադ եք տեսել, թե արկղեր։ արկղները մեջներ սնարյադներով։ Սնարյադը դուք բաց եք տեսել եք արկղերը։ Չէ տրեք են տեսել։ Ասել եմ, որ Ես էլ եմ տեսել, ձեզ եմ հարցը, ես էլ շատ բան եմ տեսել, ես ուզում հարցը ինչ որ մեկի ասել։ Մի խոսքով սնարյադների ящикների համար ես ստե։ Ես շատ բան նորից եմ ասում, Հարու ջան, ես շատ բան Հասկացա, հիմա ես ուղղակի դες հարցնում եմ, ասում դուք արկղերն եք տեսել, թե Արկղները։ Մեկ էլ դատախազի հարցին, որ երևի դուք չհասկացաք այդ հակասության համար, հակասությունը բարձրաբանում չլավ, ինձ էլ իմ համար էլ էլի բան էլի, ես էլ եմ հասկանում։ Դուք որ ընդեղ ասում եք վերևը բան, ինչ-որ աֆիցերը դոշից բռնել ուզեցել եք բան անել։ Կարող է այդ երեխեքի հետ եղած աֆիցերներից չելել ու ուղղակի ֆորմալ։ Ես չեմ կարող ասեմ։ Ինքը որ կանգնած էր մոտիկ, որ հասել ենք տեղ կանգնած էր մոտիկ, բայց ինքը ոչ մի հատ բան չարեց էլի, իր աչքերից էլ էր արսում կեթում ճիշտ ասած։ Մենք էլ որտես լացել ես չխայնացած բանան, ինքը ոչ մի բան չարեց։ Իրանք էլ ընդեղ չեն էլի, որ Ես չեմ կարող ասեմ, որտեղ ոչ դեմքն եմ հիշում, պատկերացու, ոչ մեկի դեմքը չեմ հիշում։ Նշեցել եք, որ պատվեց, որ կապ չի ունեցել։ Կարող է, ես չեմ կարող ասեմ, որտեղ այդ բանը մեր վիճակը, ասեմ ձեզ էլի, հարգելի դատարան, ընդամենը դրա առաջին ենք մենք Ջաբրայելից հետ եկե։ Ամենաթեժ մարտերի մեջ ենք ելել։ Մեր մոտ արդեն խանգարված վիճակ կար էլի, որտեղ հավատացեք, այս կադրը այնքան դաժան չէր, ինչը որ մենք տեսել էինք։ Անկեղծ այդքան ընկերներ, հարազատ ընկերներ, մարտական ընկերներ, որ ցավալի է, ես չեմ կարող շատ մանրամասն, որովհետև համել պետք չի, ես դա մասին չեմ էլ խոսում, էլի։ Դրանց հետո այդ դեպքը մեր մոտ ավելի ահավոր նամանավանդ, եթե մարտի դաշ չեն հասե այն երեխեքը, ես որպես մարտիկ եմ հիմա խոսում, ու զոհվում են, դա շատ վատ է, դա թուլություն է մեր բանակի, ես տենց եմ համար, ես կամավոր մարդ եմ էլի, ու ես զինվորակ աֆիցեր տենում էի, արդեն ներվայնանում, պատկերացեք ինչ եմ ասում, էլի։ Իսկ կներեք, այդ պահին իմ մոտ այդ վիճակն է, մենակ իմ մոտ չէ։
Մեկ էլ մի կարելի է, չէ՞, շարունակեմ, մեկ էլ մի հատ էլ հարցնամ, որ նորից դատապաշտպանի համար հասկանալի ինձ թվաց է, ինձ իրականությունն է պետք, ուրիշ բան պետք չի, որ նորից ուրիշ ձևի, ուրիշ հարցեր չտա, որովհետև ես չեմ ընդունում տենց բաներ ու չեմ էլ հարգում։ Մենք իրար հետ բացի մեր երեխու շիրիմից ու ես եմ ձեզ ճարը, թե դուք եք։ Մենք, ես, անձամբ ես ու Բացի գարում մեր երեխու շիրիմից։ մեկ էլ դատարանում։ Մի օր կա մի կտոր հացի։ Ոչ, տես բան չի։ Որ էլ երկրորդ անգամ չլինի, որ ես դատարան եմ ասում։ Մեկ է մի հատ էլ հաստամ, աֆիցերներ կան մեր բանակում, գեներալներ կան, Դավաճան։ որ ասում են, որ ԱԹՍ-ն տենում են կապ չունի, պետք է քշենք այդ թանկ մեր գործանը, հնարավոր է։ Չկա տես բան։ Դա ում կաբինետային աֆիցերներ են դրանք։ Էդ էլ հասկացա, մեկ է մի հատ էլ որպես կրվաստանա մի հատ էլ հարց տամ էլի քեզի։ Եթե հրաման ես կատարում, պետք է հասնես տեղ որտեղ ես։ Ուրեմն ես մի բան ասեմ, Հարություն։ Հասնես տեղ։ Կներես, ուրեմն այ, պետք է հասնես տեղ կատարես, ամեն հրաման չի, գիտեք, որ ասում է հրամանը պետք է կատարվի անկախ դրանից։ Ես չեմ գտնում դա ճիշտ, որովհետև եթե բացասականը ազդելու նման տվյալ հրամանը զորքի կամ ինչ որ չգիտեմ անձնակազմի վրա կարելի է չկատարել այդ հրամանը։ Մի հատ էլ հարց տամ էլի, դուք մեկ էլ նշեցիք, որ Իշխանաձորի խաչմերուկում եկաք տեսակ բանը, երեխեքը տենց կայնած են, ժողովուրդը կայնած են ու բեսպիլոտնիկը վերևնել։ Այդ կանգնած ասելով իմ համար էլ անհասկանալի։ Կանգնած են, թե ինչ-որ Դե որը շարժի մեջ էր, որը ծառերի տակ լավ ինչ չգիտեմ դու տեսել ես թե չէ ուշադրություն դա Իշխանաձորում մոտ մի քանի հազար զոր կար սփռված կամավորական ջոկատներ կամ խառը իսկ ես իմ ասածս խաչմերուկի մասն է որ դուք երեխեքին Խաչմերուկում էլ երեխեք ասենք խաչմերուկի մեջտեղը կայնած են թե ինչ որ թաքստալ պատից բարված են կամ ինչ որ չգիտեմ Չէ պատը հա այտենց խանութներից մի քանիսին են պահկված չէին սենց ասեմ թաքնված չէին այդ երեխեքը ես տենց եմ տեսել որ խանութից էին գալի ազատ ման էին գալի որը որ մնացած բոլորը խաչմերուկի մեջտեղում հա մեջտեղում չէ դե պատերի տակ չէ ցավը տանեմ խաչմերուկի մեջտեղում մարդ չկա խաչմերուկի մեջտեղը սկի մարդ կար այդ բայն ԱԹՍ-ում օթում սկի ավտոները սախան դրանց ասելուց մարկա օրինակ հասկանում եմ կարող ցավը տանեմ դուրսը կանես ԱԹՍ-ում ես Հարություն ես մի բարձ բան եմ հասկանում կատարվել է չգիտեմ ում հրամանով այդքան երեխեքը զոհվել են այդ մանր մունդեր բաները ես չգիտեմ ոնց է դրան պետք է ախր ճարենք այդ հրաման տվողին ես չգիտեմ իմ հարց պատասխանը թե չէ կայնած են ովա կայնած շատ եմ հիշում հա Ես արկղեր բացել եմ Հա, մի քանիսի մեջ տեսել եմ արկղեր Հա, խաչմերուկի մեջտեղը չէ Խաչմերուկից բարձր ահագին բարձր Ում այդ որ նշեցիք 8-10 մետր Հա, հեռավորության վրա Հələ երևի էլի ավել ես մոտավորապես եմ ասում Ինչքան վաղ եք մնացել, մինչև Ուրալը շարժվել, այսինքն եկել եք Ուրալը շարժվել, այս ժամանակային խզում եք քանի րոպե կանգնեցի ժամանակ։ Չգիտեմ, չեմ հիշում Ես չկան հատվածներ Ձեր հարցակնությունը դուք էլ հարցակնություն եք ձեր հարցակնությունը համարվում է ավարտված կամ եք նստել կամ եք գնալ ձեր նախընտրության Կարամ նստել Պատմական դատարան գեներալ Վարդանյանը ներկայացել է խնդրեց կողմերով եկամտություն հայտարարել որ ինքը շտատում է իրան անցակում է պետանոց կարող ասել Հարցություններն եք ոչ պատոնում հրավիրեք Արմավը
Արմեն Գրիշայի Վարդանյան։ Ինչ։ Հա։ Դատան ներկայացվեց 01/00/1947 որ պատկանում է Արմեն Գրիշայի Վարդանյան վերադարձումը հարգելի վկա դատավարության մասնակիցների Նախորդ անգամ եղել եմ ծնողների մի մասին, դատախազին, փաստաբանին։ Իսկ հարաբերությունների մեջ եք դնում։ Շփումներ ունեք։ Չէ, ինչ հարաբերություն։ Ուղղակի ծանոթ եմ։ Այ որևէ բարեկամական ասոցիացիա կա։ Չէ։ Որևէ հանգամանքեր չկա, որ ձեր ցուցմունքի բովանդակության վրա դատազդեցություն ունենա։ Չէ, չունեմ այդպես եւ այլն։ Դատան դες պատասխանում է, որ կարող է ցուցմունք ստացել ձեր ամուսնու ձերկանցող հասկականի վերաբերյալ կամ Չէ։ Դատանը ձեզ պարզաբանում է, որ պարտավորեցուցմունք, ճշմարտացի ցուցմունք, ցուցմունք տալուց հրաժարվելուց ու ցուցմունք տալու համար ենթադրյալ պատասխանատվության քրեական ներկայացնում ինքնավերիքով ինքնաշրջող պատասխանատվված կարգով։ Ոնց որ սորագրի գրոհահաս ուշացված եք։ Մոտավորապես անցյալ անգամ ինչքան իմացել եմ, նախորդ անգամ երբ հրավիրած են եղել, Պատկերացում ունեք ընդհանուր պատկերացում ունեմ։ Նախքան ձեր հարցակցությունը սկսել է ամբիոնի վրա տեքստ կագրված, խնդրում եմ բարձրաձայն արտասանել ձեր անվան ազգանվան մատնանշմամբ։ Ես Արմեն Գրիշայի Վարդանյանը ցուցմունք տալիս եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ բացի ճշմարտությունից։ Արմեներան սեպտեմբերի 27-ին հաղթանությունը 2020 թվականի ինչ պաշտոն է զբաղեցրել։ Հայաստանական զինված ուժերի հակոտային պաշտպանության զորքերի պետ, հակոտային պաշտպանության վարչության պետ։ Պատերազմը սկսելուց հետո, ինչեր պատերազմի ավարտը որտեղ եք գտնվել։ Հակոտային պաշտպանության հրամանատարական կետում։ Հոպիև ավիացիայի միացյալ հրամանատարական կետում։ Պարզաբանեք ինչ է օդային պատասխանումը։ Դա կառավարման, հետախուզման, կործանիչ ավիացիոն պատասխանման եւ զենիթահրթիռային կրակո համալիր միջոցառումների համախումբ է։ Շարասյան կազմում կամ առանց Շարասյան ավտոմեքենայի երթի ժամանակ այդ օդային պատասխանումը ինչ կերպ է կատարվում։ Հոթային պատասխանում երթի ընթացքում, եթե ստորաբաժանումը ունի կրակային միջոցով, ու դա հիմնականում դյուրակի զենիթահրթիռային համալիրներ կամ զենիթային հրետանի, բացի դրանից, եթե կրակային միջոց ունենալ չունենալը դա մի ֆակտոր է, հաջորդը օդային դիտորդ է նշանակում մեքենաների Շարասյան սկզբնամասում եւ վերջնամասում։ Օդային դիտորդի դերը ինչու՞ն է կայացել։ Հետախուզել եւ նշանակետ հայտնաբերելու ծանուցել անձնակազմին, զեկուցել հրամանատարին համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար, դա կարող է լինի կրակ, պատասխանում, թաքստոց եւ այլն եւ այլն։ 44-օրյա պատերազմի ժամանակ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 9-ը մեզ հետաքրքրող ժամանակահատվածը կխնդրեմ որպես համապատասխան զինվորական պաշտոն զբաղեցնողանց նշեք մեր օդային պաշտպանության վիճակը հոկտեմբերի 9-ին մինչև մասնավորապես հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի մոտակայքում ինչպիսին է։ Համակարգը բացազատված է եղել արկա բոլոր ուժերով եւ միջոցներով, որ ստորաբաժանումները, որոնք որ ապահովված են եղել
կարծում եմ ստեղ կարելի է ասել, որտեղ ոչ բոլոր ստորաբաժանումներն են 100%-ով համալրված եղել համապատասխան զենքով։ Արկա ուժերը եւ միջոցները բոլորը բերված են եղել բարձր մարտական պատրաստականության վիճակի եւ տեղերում ըստ իրավիճակի մի մասը մշտապես գտնվել է համար 1 մարտական պատրաստականության մեջ, այսինքն հետախուզել են եւ կրակել են։ Մի մասն էլ կամ տեխնիկական սպասարկման է եղել կամ փոխհերթապահով է եղել։ Այլ վերջին հարցի ձեր պատասխանից կարծում կարելի է հետևության հանգել, որ մեր օդը ամբողջությամբ պատասխանված է։ Ամբողջությամբ պատասխանված չկա, չի եղել եւ կարծում եմ երբևիցե չի լինելու մի պետություն, որը որ ամբողջությամբ պատասխանված լինի։ Очевидно и невероятное. Սորամասը իր ուժերով օդային հարձակման դեպքում երկրի ժամանակ ինչպես կարող է պատասխանել։ Եթե խոսքը միայն իր ուժերի մասին։ Ну, եթե համազորային ստորաբաժանման մասին է խոսքը, եթե իգլայեսերով է իր էֆեկտիվությունը կարա լինի 0.03-ից մինչև 0.05, ոչ ավել է իր միջոցներով մենակ, եթե չենք վերս նու դա էլ հետը հաշվի առած, որովհետև որպեսի մի ամբողջական նշանուղի հավաքվի, նու մաթեմատիկան այնտեղ հավանականության տեսությունով եթե վերցնում ենք ինքը համազորային ստորաբաժանումները նու մայլի գաղթիկ չասեմ, բայց քանի որ մենք աղքատ պետություն ենք եղել, մեր համազորային ստորաբաժանումները գունդ, բրիգադա ակտիվ կրակային միջոցներ, ակտիվ հետախուզական միջոցներ չեն ունեցել։ Ակտիվի նկատի ունեն, որ իրանք ճառագայթեն, իրանք հետախուզեն, իրանք հայտնաբերեն, իրանք ոչնչացնեն։ Դա համար իրանք մշտապես ունեցել են նշանացուցման կարիք, հաշվի առնելով նշանակետերի արագությունները, բարձրությունները, չափսերը, հայտնաբերման ցածր, մանավանդ եթե խոսքը գնում է ածուծների մասին, ցածր հավանականությամբ հայտնաբերումը դա 0.03 եւ ոչ ավել։ Ընդհանուր համակարգը պատերազմի սկզբին եղել է 0.13, 0.17։ Հա, հիմք ենք ընդունում մեկ գործակիցը։ Այդ օդային հարձակումը կարճ, ինչ է իրենց ենթարկվում։ Օդային հարձակումը դա հակառակորդի կողմից յուրային զորքերի ոչնչացնելու, հայտնաբերելու եւ այլ գործողություններ իրականացնելու համար օդային հարձակման միջոցների կամ հետախուզական միջոցների կիրառումն է։ Հետախուզական միջոցն էլ պրինցիպե համարվում է հարձակում, քանի որ դա հարձակման առաջի փուլն է։ Ալթեսյան օդային հարձակման տեսակ է։ Միանշանակ է։ Զինված ուժերում 20 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ եւ հոկտեմբերի 9-ի օդային հարձակման դեպքում ինչպիսի հիմնարար մոտեցումներ են եղել զորային ստորաբաժանումների գործողությունների մասով։ Ընդհանուրի համար ես ասել եմ, նույնը եղել է համազորայինը 100%-ով ուժերը եւ միջոցները բերվել են բարձր մարտական պատրաստականության, դա նշանակում է, որ եթե անձնական չի ունեցել, համալրվել են, եթե զենք չի ունեցել, գոնե մասնակիորեն համալրվել է, ըստ հնարավորության, որտեղ պատերազմի ժամանակ էլ այդ ընթացքում էլ ենք զենք ձեռք բերել եւ մատակարարել զորքերին, բոլորն եղել են բարձր մարտական պատրաստականության մեջ, այդ թվում նաև համազորայինները։ Դա հասկացա, մոտեցումները, թե ինչպիսի գործողություններ պետք է անեն օդային հարձակման դեպքում եւ մասնավորապես երթի ժամանակ զորային ստորաբաժանումները։ Եվ մոտեցումները որը Մոտեցումը բոլորի համար նույնն է,
հրամանատարներին իրավունք էր վերապահված եւ խաղաղ եւ պատերազմական ժամանակ դա մոտեցումը նույնն է միանը հանգարցակի հայտնաբերված նշանակետը ոչնչացնել սեփական որոշմամբ այնուհետ զեկուցել եթե վերադասի ստացվել է նշանացուցում կոնկրետ այս կամ այն նշանակետի վերաբերյալ նույնությամբ այդ պարագայում արդեն մնացած բոլորն է եթե մի քանի նշանակետեր են կոնկրետ ինչ որ մեկի համար նշանացուցում է ստացել պետք է այդ նշանակետը որոնի հետախուզի հայտնաբերի ոչնչացնի մոտեցումը միանշանակ բոլորի համար նույնն է Ինչ պետք է անել զինծառայողը ԱԹՍ տեսնելու դեպքում այդ գործողությունները սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 9-ը այն ինչ պետք է անել զինծառայողը որը փոփոխության ենթարկվել են թե ոչ Մարտական կանադրությունը ինչպես տալիս է հենց հայտնաբերեցին միանգամից զեկուցում է հայտարարում է օդային տագնապ եւ օդային տագնապի հիման վրա հասկանալի է որ հրամանատարը պետք է համապատասխան որոշում կայացնի Երթի ժամանակ ավտոմեքենայի երթը շարունակել պետք է երթը շարունակել թե թույլատրվում է նաեւ կանգառ Եվ կանգառ է թույլատրվում եւ երթի արագության մեծացում է թույլատրվում օրինակ քանի որ օրինակ նույն զարբաների եւ նու մեծ ինգնաթիրատիպ ԱԹՍ-ների դեպքում օրինակ կարելի է նաեւ բարձրացնել արագությունը համապատասխանես օրինակ հրաման ունեմ արձակած պատերազմի հենց առաջին օրերին որ մաքսիմում եթե բաց տարածքում են հատկապես ոչ անտառային ոչ բարձր լեռնային արագությունը բարձրացնել 60 կիլոմետրից ավել 60 կիլոմետրից ավելի դեպքում նու այսօր դա արդեն ակտուալ չի բայց այն ժամանակ այն ինչ որ ուներ հակառակորդը 60 կիլոմետրից ավելի դեպքում հավանականությունը խոսման բավականաչափ նու անգամ իջես նվազում էր Այդ իշխանաձորի խաչմերուկը վստահ եմ գիտեմ նախական ժամանակերից ասել որ քաջածանոթ է եւ իշխանաձորի խաչմերուկի դեպի ջրական տանող ճանապարհահատվածի ծածկույթից ելնելով եւ ինչպես նաեւ վերելքներից եւ այրեջներից ելնելով Ուրալով որի մեջ անձնակազմ հնարավոր է զարգացնել 60 կիլոմետր Իշխանաձորի կամուրջից Են կոմեկ եղե, չէ, ինչքան գիտեմ։ Դեպի ջրական։ Ուրեմն այդ պատյումը երևի թե Քյալբաջարի պատյումներից էլ դաժան պատյում է։ Ինքներդ երևի գնացած կլինեք ոչ որտեղ տակը կավահող է վրեն շեբին։ Ես օրինակ ասակա դեպք եմ ունեցել ասակա մարտական մեքենան տրյոխսոթիները մոտ 40-ից մի ժամ միջև մոստից միջև բանի հորադիզի դուրանը այդքան տարածքը որտեղ որովհետև 3 կիլոմետր է չկա բայց Պերվի պանիշենի կարծում եմ չէ որովհետև ամառ ձմեռ բուքսավատ է անում ընդեղ այդ շեբին է բնական շեբին է դեպքեր եմ ունեցել որ նույնիսկ ծանր տեխնիկան թաղվել է հատկապես են վերջի 300-400 մետրը։ Ոգային հարցակում դեպքում համատեղ խնդիրը Հայտնաբերել ոչնչացնել։ Իսկ պատասպարվել թաքնվելը։ Պատասպարվել թաքնվելը չի վերաբերում հետախուզին եւ կրակողին։ Վերաբերում է մնացած բոլոր անձնակազմին բացառությամբ հետախուզին եւ կրակողին։ Հիմա իրավիճակ ներկայացնեմ, ասեք սա որ իրավիճակն է պատասպարվել թաքնվելու թե հայտնաբերել խոսելու։ Երբ որ ավտոմեքենայով կատարում ես երթ, եւ տեղեկանում ես որ օդում կա եւ կա օդային հարցակում։ Այսինքն լավ, այդ հարցը ուրիշ է։ ԱԹՍ-ի նկատելը, ԱԹՍ-ին տեսնելը, ԱԹՍ-ին ձայնը լսելը, օդային հարցակում է թե ոչ։ Արելի է դա դիտել որ արդեն օդային հարցակում։ Նու եթե գիտես որ հակառակորդն է, որտեղ կարա օդում նայես յուրային է լինի։ Եթե քեզ զգուշացնեն որ ասենք յուրային ԱԹՍ-ը օրինակ նաև դա ուղեկցում կարա անի հրամանատարը կարա հետևի եւ այլն կամ մեր յուրայինը
քո վրայով գնա առաջ խնդիր կատարելու։ Եթե ստորաբաժանում է այդ կոնկրետ այս դեպքը մոտավորապես ասեմ, եթե ուներ իր սեփական հետախուզման միջոցը, այսինքն իր ODK-ն, օտարային դիտարկման կետը, դրա մեջ մտնում է հաշվարկը 3 կամ 5 հոգի նայած թե ինչքանի հատ ատրճանակ ունեն կրակող, իգլաների մասին է խոսքը։ Այդ անձնակազմը դիրք է զբաղեցնում, մեկը հետախուզում է նշանացություն տալիս են, մյուսը պատրաստում է կրակելու, մնացած անձնակազմը կարա մտնի թաքստոց, կարա, ես նախորդ անգամ ասել եմ, որ կարա հրաման ստանա, որ եթե չունի միջոց, հրամանատարը կարա հրաման տա, որ տնկից կրակեն, պարկած կրակեն, մեջքից կրակեն։ Մեր իրավիճակը հետևյալ ձեր ասած անձնակազմը ունենք մի օդային դիտորդ ընդամենը, որի կողմից ԱԹՍ-ի հայտնաբերումից առաջ արդեն իսկ այդ անձնակազմից ուշացվել է, որ օդում կա ԱԹՍ-ը։ Հիմա այս պայմանում այդ անձնակազմը ի պատասպարվեր, ի հետախուզեր, կրակեր ինչ պիտի, որ իրավիճակն իմ կողմից նկարագրված իրավիճակը։ Ձեր ասած տարածքում, բացի ներքևի մոստը, որ ասում ես խանութ է ու խանութի մոտ 2-3 ծառից կամ ձորի միջի ծառներից, ընդ ուրիշ տեղ չկա պատասպարվելու։ Երթը պետք է շարունակվել է դեպքում, դեպի ջրական։ Իմ կարծիքով երկու տարբերակ կար այստեղ հրամանատարը որոշում կայացնել, այդ ձեր ասած արագությունը մեծացնել տակից փախներ 1, պատասպարվել կարային նաև մեքենայի տակը ինչ-որ կերպ, եթե իհարկե տեղավորվեին մեքենա հասցնեին, մտնեին մեքենայի տակ 2 և երրորդ տարբերակը, որ անձնակազմը մեքենայից դուրս գար, արագ ցրվեր տարբեր տեղեր, որ ասենք, եթե միևնույնն է, եթե հայտնաբերել են, զգում են, որ խոսման խնդիր կա, որպեսզի կորուստները մինիմումի հասցվեն, անկորուստ տվյալ ոնց որ դուք եք նկարագրում, այս պարագայում միանշանակ կորուստներից խուսափելը կարելի ասել անխուսափելի է։ Կամ եթե մի քանի մեքենա է, մեքենաների միջի տարածությունը մեծացնել, որ գոնե եթե խոսվի մի մեքենա խոսվի։ Իրադրության ճիշտ գնահատումը, տվյալ կոնկրետ իրավիճակը, կոնկրետ հրաման տալիս, էական նշանակությունից է։ Պարոն Մարգարյան, ես 40 և ավել տարի հակատային պաշտպանության մարտի իրադրություն եմ գնահատել։ Իմ գնահատականս տվյալ պարագայում նաև գիտեք, որ գիտական աշխատանքով և մշտապես այսօր էլ այդ հարցերով զբաղվում եմ և վերցնել են հրամանատարին, որ եթե կարելի է հարց տանք, քանի հակաօդային մարդ է վարած եղել այդ հրամանատարը, իմ կողմնորոշվել ես, իմ գնահատականս և այն հրամանատարը, որ միգուցե իր կյանքում առաջի անգամ հակաօդային մարտի կամ առաջի անգամ ԱԹՍ-ի ներքո մարտական խնդիր պետք է կատարել, դրանք էապես իրարից տարբեր կլինեն։ Ու իրադրության ճիշտ գնահատումը, էլի եմ կրկնում, անցյալ անգամ էլ եմ ասել, իմ նայած, թե ինչ իրավիճակ է եղել։ Կարևոր գործոն է հրամանատարություն։ Շատ կարևոր գործոն է, ես մի ֆակտորի վրա անցյալ անգամ ձեր ուշադրությունը չեմ հրավիրել, նաև ստորաբաժանման կառավարելիության աստիճանը պետք է ընկալենք։ Ինչ աստիճան է պատրաստ եղել ստորաբաժանումը, երբ որ օդային տագնապետ, օրինակ հրամանատարը հրաման է տալիս, իջնել մեքենաներից ցրվել։ Մի ստորաբաժանումը, որը որ լավ պատրաստված է, պարապած է, դա կարա անի, ասենք 2, 3, 4, 5 վայրկյանում, մյուս ստորաբաժանումը, որ տենց ասենք չունի համապատասխան պատրաստվածության աստիճան, կարող է պատահի րոպեներ տևի, մինչև հրամանատարը բացատրի կամ տեղ հասցնի։ Ինչ պատերազմը սկսվել է, դուք որպես հոբզորքերի վարչության պետ, բանակի հոբպետ, օդային հարձակման դեպքում զորամասերում որևէ, այսպես ասած, դասընթաց,
որևէ հրահանգավորում դուք անձամբ կամ ձեր ենթականների միջոցով կազմակերպել եք, թե ոչ, եթե այո, ապա խնդրեմ ինչ եք, ասեք ինչ եք հրահանգավորել եւ այդ հրահանգավորումները որևէ նորմատիվ իրավական ակտերով սահմանված եղել է, թե ոչ։ Հարկա է ամբողջված ուժերում, չգիտեմ հիմա փոխել են թե չէ, 0176 հոբզորքերի պետի հրաման գոյություն ունի, որը որ վերաբերում է բոլորին։ Այդ թվում նաև մյուս վարչության պետերին, հրետանուն, ավիացիային, բոլորին, դա ընդհանուր հակաօդային պաշտպանության կազմակերպման վերաբերյալ փաստաթուղթ է, որի մեջ մանրակրկիտ նշված է եղել եւ մարտական հերթապահության կազմակերպումը, եւ հետախուզումը, եւ կերակելը, եւ անձնակազմի գործողությունները, եւ օպերատիվ ծառայությունների գործողությունները, ընդհանուր միջև ում երբ ինչ պետք է զեկուցվի։ Հիմա օդային հարձակման, ԱՏՍ-ի հարձակման դեպքում ինչ կարգ եք ուղղել, ինչ եք ուսուցանում։ Հակաօդային պաշտպանության համար թե ուղղաթիռը, թե ԱԹՍ-ն, թե շարը, թե օդապարիկը, բոլորը նույն նշանակետ հասկացություն ունենք։ Մենք չի կարող լինել, ասենք, հիմա չգիտեմ, օրինակ ֆագոտի հրետանու հակատանկային միջոցի համար մեկ է տանկ, ոչ մեկ չի ասում, ասենք, չգիտեմ, T-39 կամ չգիտեմ եւ այլն։ Համար դա նույն նշանակետն է։ Եվ ի վերջո, Եվ գործողությունները համապատասխանաբար հիմա այդ գործողությունները, խնդրեմ ասել, զինվորը տեղյակ է եղել մինչ պատերազմը, եւ եթե տեղյակ է եղել, կրկնում եմ հարցս, ձեր միջոցով նաեւ տեղեկացվել է, թե ԱԹՍ նկատելու դեպքում ինքը ինչ պետք է անի։ Համապատասխան հրամանները, մեթոդական ցուցումները, նույն մարտական կանոնադրությունները համազորային բոլորը տեղերում եղել են։ Ինքս առնվազն երամսյակը մեկ անգամ, օրինակ իմ մասն է, խոսքից մյուսների համար չեմ կարող ասեմ, երամսյակը մեկ անգամ 100% առաջնագիծ անցել եմ եւ չկա մի զորամաս, որտեղ կամ դասը, կամ մեթոդական ցուցումը, կամ տեխնիկայի ստուգումը, կամ մարտական հերթապահության կազմակերպումը իրականացումը ստուգած կամ օգնություն, օժանդակություն ցուցաբերած չլինեմ։ Ի պաշտոնի ես պարտավոր եմ եղել ուսուցանելու բանակային կորպուսների հրամանատարներին, իրենց ռազմավարական ուսուցման շրջանակներում, վարչության պետերին, գլխավոր շտաբը, եւ կենտրոնական ենթակայության մինչև առանձին գունդ բրիգադա յուրայինի։ Բացի դրանից նաև տարեկան 2 անգամ հավաքների ձևով ուսուցանել եմ կորպուսների հոպերի պետերին, որտեղ իրենց տեղերում գնդերի, բրիգադաների, առանձին դիվիզիոնների, առանձին ստորաբաժանումների հոպերի պետերին իրանց պարտականություններ ուսուցանելու։ Բայց ասում եմ, տարեկան առնվազն 4 անգամ մինիմում 100% առաջնագիծը կամ սկսել եմ հոռադիզից, վերջացել էլ նոյեմբերանում, կամ սկսել եմ նոյեմբերանից, վերջացել հոռադիզով Արարատի գնդով դուրս եկել։ Ինչ պետք է անել զորքը, զինվորը, ԱԹՍ նկատելու դեպքում խոսում ենք Բոլոր նույն բաները, ինչ որ հրթիռ հայտնաբերելուց, ինքնաթիռ հայտնաբերելուց, ուղղաթիռ հայտնաբերելուց, նույն բանն է։ Հնարավորություն ունի կերակել, ոչնչացնել, հնարավորություն չունի մաքսիմում միջոց ձեռնարկել, որպեսզի անձնակազմի տեխնիկայի կորուստները կամ բացառել կամ հասցնել մինիմում։ Դասակով կրակ վարելու Կա։ Կարա ծնկից կրակի, կարա մեջքի վրա պարկած կրակի, ոչ մենակ դասակով, ջոկն էլ կարա։ Մենք առաջին հացը հետևյալ այդ ձեր ուսուցանելու գործընթացում պաշտպանի կողմից հարց է բարձրացվել, արդյոք Բերանյանը, որը ի պաշտոն է եղել է գնդի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալ։ Այս ուսուցանման գործընթացում արդյոք ինքը անմասն ամանացել, կարող է ինքը չգիտեր ինչ պետք է անել։ Կարա զորամասի գնդի հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալը զբաղեցնելով այդ պաշտոնը չիմանա օդային հարձակման դեպքում ինչ պետք է անել։
Պարոն Մարկարյան, զինված ուժերում գոյություն ունի ուսուցման ընդհանուր ստվոլ գոյություն ունի, գլխավոր շտաբը ամենավերջի ուղակը, որին որ ուսուցանում է, օրինակ ասենք ես որպես գլխավոր շտաբի զինված ուժերի, ես գլխավոր շտաբից դուրս եմ եղել, ես գլխավոր շտաբի վարչության պետ չեմ եղել, ես զինված ուժերի, դրա մեջ եւ ներքին զորքերն են, հիմիկվա գվարդիան ու ամբողջը եւ բոլորը մեր ուսուցման այդ ուղակը ավարտում է գունդ բրիգադա լավագույն դեպքում, եթե առանձին համար ունի, առանձին դիվիզիոն կամ գումարտակ։ Դրանից ներքև հրամանատարական պատրաստության այդ հասկացությունը, որտեղ գունդ բրիգադայից բարձր օպերատիվ պատրաստություն է, դրանից ներքև մարտական պատրաստություն է։ Այդ մարտական պատրաստությունը ինչ ձևով է կազմակերպված եղել, ես պահից չեմ կարող ասեմ, դա երևի թե բանակային կորպուսի հրամանատարի կամ գլխավոր շտաբի պետին տալու հարց է։ 40 տարի եղել եք զինվորական, վերջին տարիներին գեներալ եւ հոբ զորքերի պետ։ Իմ հարցը հետեւյալն է. կարող եք ընդդի հրամանատարի մարտական պատրաստության տեղակալը Վերանյանի անձով տեղյակ չլինի օդային հարձակման դեպքում համազորային ուժերի գործողությունների պլանից լավ։ Նման բան հնարավոր է տեսականորեն։ Ну տեսականորեն կարծում եմ ոչ, բայց չեմ կարող ասեմ, ну ամեն մարդ չեմ կարող ասեմ, միգուցե չի պատկերացրել, չի ընկալել կամ չգիտեմ, դա արդեն вопрос не по окладу։ Դասակով նաև նշեցիք ջոկով կրակ հասկացություն կա։ Իրավիճակը ձեզ ներկայացնեմ, մեր քրեական գործի ընթացքում հետազոտված ապացույցներում իրավիճակը հետևյալն է։ Իշխանազորը Խաչմերուկում Ուրան Մակնիշի ավտոմեքենայի անձնակազմին տեղեկացրել են, որ հոտում կա ԱՏՍ, այսինքն հոտային հարձակման վտանգ առնվազն տեսել են, անձնակազմը իջել է, որոշ ցուցումներով պատը սպառվել է, որոշ ցուցումներով բացազատվել է, ամեն դեպքում իրար գլուխ չեն հավաքվել, ուղիղ կարող ասեմ, եւ ըստ անձնակազմի ողջ մնացած միակ ծառայողի Դորամասից դուրս գալուց, երբ որ Արցախ են շարժվել, հրահանգավորում է ստացել նման դեպքերում պատը սպառվել, ինքնաձիգով համապատասխան դիրքից հնարավորության դեպքում կրակ վարել, խոցել։ Հիմա մեր անձնակազմը իջել է, առնվազն բացազատվել է, եւ որից հետո կրակ վարելու առնվազն մասին որևէ ցուցմունք չունեն, կրակ վարելու անհրաժեշտություն չեն ունեցել, որովհետեւ ըստ ցուցմունքների հեռավորության վրա եղել, ասեն առնվազն տեսել եւ լսել են ձայնը, կրակ չեն վարել։ Որից հետո արդեն ստացել են հրաման այդ պայմաններում շարժվել, ձեր ասած այդ պադիոմով դեպի Ջագրայի եւ շարժվելու ընթացքում Արագությունը ցածր։ Ըստ վերջին ցուցմունքի նաեւ նույն ԱՏՍ-ն խոցել է մեր Ուրալի անձնակազմին։ Հիմա այս պայմաններում մինչև խոցումը Ուրալի անձնակազմի գործողությունները համապատասխանում են այն ուսուցանման process-ին, որը դուք որպես օբզորվերի պետ ուսուցանել եք զորքին, թե ինչ անել օդային հարձակման դեպքում։ Եթե իջել են մեքենայից, բաժանվել են, հեռացել են, այդ դեպքում ճիշտ են վարվել։ Ուրիշ բան, որ առանց հաստատ իմանալու, ինչի են նորից, հաստատ իմանալու, որ ԱՏՍ-ը այլևս չկա, ինքն պետք է այդ հետախուզությունը, ախր հետախուզությունը պետք է լինի մշտական։ Կարող են այստեղ ըստ ցուցմունքների հետախուզության կարիք այնքանով չի եղել։ ԱՏՍ-ն լսելու տեսել է, որը մեկը հետախուզելու խնդիր չի եղել։ Մեր օդային դիտորդը, որը եւ ողջ մնացած զինվորն ասում է, ես էլ օդային դիտորդի իմ ֆունկցիան կատարելու կարիք չունեի, որովհետեւ տեսնում էինք բոլորս այդ պահին, երբ որ մեզ ասում էին նստեք մեքենա։ Այս պայմանները նշեցիք, որ հստակ ճիշտ են արել։ Հիմա ստացվում է այնպես, որ եթե ԱԹՍ կա եւ հետախուզությունը կամ օդային դիտորդը նկատել են ԱԹՍ-ը, բացազատվել, երթը, շարժը դադարեցնել, եթե նման արագություն զարգացնելու հնարավորություն չկա, ճիշտ է, ենթադրվում է։ Ենթադրում է, որ չպետք է շարունակեին երթը, նորից չպետք է նստեին մեքենա։
Պարոն Մարգարյան, ես ներողություն եմ եւ մի բան խնդրում եմ, որպեսզի մենք իրար ճիշտ հասկանանք, ես ուսուցման, կողմնորոշվելու իրավիճակը ճիշտ գնահատելու, ես տարիներ շարունակ Պաշտպանության նախարարների, գլխավոր շտաբի պետը եւ ընդհանուր մեր ռազմաքաղաքական ընդհանուր միջև նախագահներ եւ վարչապետ հակասությունների մեջ եմ եղել։ Ես ասեմ էլեմենտար մի բան։ Ինչու՞մն է խնդիրը։ Յուրաքանչյուր համազորային խնդիր հրամանատար պետք է լուծի 5 խնդիր։ 5 խնդիր, որից իր խնդիրը ամենավերջի 5-րդն է։ Ամենավերջինն է։ Դա գործում է աշխարհի բոլոր բանակներում։ Կապ չունի նատոյական սիստեմա է, սովետական է, հայկական է, թուրքական է, Իսրայել, բոլորի մոտ նույնն է։ Ամենաառաջինը յուրային ավիացիայի, այդ թվում նաև կործանիչ ավիացիայի ամբողջ աշխարհը վաղուց արդեն նավոճիկներից հրաժարվել է։ Նավոճիկը ամենավերջինը Վաշտի գումարտակի հրամանատարն է։ Ավիացիայի նավոճկեն է, որ տվյալ տա, որտեղ է հակառակորդը, ինչ դիրքում է, ինչ վիճակում է եւ այլն, որպեսզի լոջիկը կարողանա խնդիր կատարի։ Սա առաջինը։ Երկրորդ, իր պատասխանատվության գոտում հրետանու եւ հրթիռային զորքերի նշանացուցումը կառավարում է։ Միգուցե հիմա թվա բարձր մատերիայից ենք խոսում, բայց դա փաստ է, պատմական փաստ է մեր պարտության հիմնական պատճառներից նաև մեկն է։ Երրորդ խնդիրը վարել հակաօդային մարդ, ոչ մի հոպի պետ, ոչ մի հոպի դասակի հրամանատար, ոչ մի հոպի ջոկի հրամանատար, ընդհանրապես որից է մեկ հոպի պետ, մարդ չի վարում, միակ հոպի պետը, որ մարդ է վարում, դա կամանդույչն է, մեր մոտ Հայաստանում չգիտեմ ինչի ժամանակին սխալ են թարգմանել այդ պաշտոնը, չկա աշխարհում հոպի պետ, աշխարհում կա հոպ հրամանատար զինված ուժերում, ի պաշտոնը զինված ուժերի գլխավոր շտաբը այդ պաշտոնը սխալ են թարգմանել բանակում կա, բայց ակրուժների բանակում։ Եվ ամենավերջում 5-րդ խնդիրը յուրային միջոցներով, սեփական միջոցներով պաշտպանության հարձակման կամ հարձակման կառավարումն է։ Տվյալ խնդիրը ժամանակին ես դրել եմ բանակային կորպուսների, այդ թվում նաև մեր որոշ վարչության պետերի, մարտական վարչության պետերի տղամարդավարի հայտարարում եմ հարգելի դատարան, մեկ գեներալ է խնդիրը կատարել, այդ 5 խնդիրը ի վիճակի եղել կատարելու, Խաչատուրով Գերիշը եւ մի հատ գնդապետ Փիլոյան Անդոն։ Մնացած որևիցե մեկը իր պատրաստվածության աստիճանով ունակ չի եղել, եթե վերցնում ենք, որ կործանիչ ավիացիա չունեինք։ Հրետանին ամբողջությամբ տրված էր համազորայինին, հոպը զորայինը տված էր համազորայինին, դուրս է գալիս, որ այդ հատուկ միջոցները, եթե չունեի իր հետ հատուկ մասնագետ, այսինքն հոպի պետը տեղում չի, հոպի դասակի հրամանատարը իր հետ չի, որից է մեկը ցավոք նշում է, ունակ չի եղել խնդիրը կատարելու։ Եվ դա մեր պետական ուսուցման համակարգի բաց թողումն է։ Ավելացնում եմ հետևյալը, լոջիկ ընդունվում է 18 բարից ոչ ցածր։ Հակաօդային պաշտպանության որից է մեկ մասնագետ 16 բալից պակաս ինստիտուտ կամ ՌԴ ոտք դնելու 16-ից եւ ավել։ Հրետանավորներն ընդունել են 12-ից մինչև 16 կապավորները։ Համազորային բլոկը ընդունվել է, դու 0 բալով են ընդունվել։ Ես ամենավերջի կոնֆլիկտ ունեցել եմ Վիգեն Սարգսյանի հետ, եւ որ ասել եմ, որ այդ 0 բալով ընդունվածը, պարոն Մարգարյան, 6 տարի հետո գումարտակի հրամանատարը կամ գումարտակի հրամանատարի տեղակալ, որ այդ իմ նշածս 5 խնդիրները արդեն պետք է պատրաստ լինի կատարելու։ Բայց նա ընդունվել է 0 բալով։ Խորհրդային շատ լավ եք ասում, բայց Խորհրդայինով չեմ ասում, ես ասում եմ այն ինչ որ այսօր էլ է կրկնում։
Հա, խորքային, հա, ներողություն, մի քիչ լսողության խնդիր ունեմ։ Եկեք կոնկրետանանք, նորից վերադառնանք իրականություն։ Շարասյան կանոնայի արկայությունը խոցման վտանգը մեծացնում է ԱԹՍ-ի, թե միայնակ երթևեկող ավտոմեքենայի դեպքում խոցման վտանգը մեծացնում։ Ընդհակառակը ոչ, միանշանակ վտանգ է։ Այստեղ լումինիում վտանգ է։ Որ դեպքում։ Մի հատի դեպքում էլ, բանի դեպքում էլ, Շարասյան դեպքում առավել ևս։ Շարասյան դեպքում Առավել ևս, որովհետև դա որ օպերատորը ԱԹՍ-ի չուզի հերոսանալ, որ մի հատ կանոնակը ոչինչ ասի, դա փաստ է հակառակորդի համար։ Այս հարցը, որը պետք է տամ, չարչրված հարց է, մարտական կանոնադրության համաձայն, ինչ ես հարցին պատասխանել արդեն, որպես այդպիսին պատասխանել եք, բայց ուզում եմ ավելի բլանկետային հղումով պատասխանել։ Մարտական կանոնադրության համաձայն, օդային արձակման դեպքում երթը որպես կանոն շարունակվում է։ Որպես կանոն։ Որպես կանոն, այ ինքներդ այդ որպես կանոնի վրա շեշտադրումը արեցի։ Ինչ է սա նշանակում։ Որպես կանոն ես նախքան էլ ասեցի, չէ, եթե տեղանքը այդ հնարավորությունը ստեղծում է։ Տվյալ պարագայում դու ասենք անտառում, չգիտեմ, բելարուսական անտառում դա խնդիր չի։ Դուս են գալի աբոչինա ծառների տակով քշում ես։ Մանավանդ եթե Ուրալ է, այնի ճայճի մեջն է քշի, պագրիշեկը թուլացրա քշի գնա։ Տվյալ պարագայում, երբ որ տափաստանը ու անապատ է։ Փաստացի տվյալ տարածքը անապատ է, բացի այդ Իշխանաձորի այդ ձորակից։ Իհարկե, տվյալ պարագայում եւ տեղանքնել ես ասեցի, ես հարյուրավոր կանոններ եմ տարել այդ տարածքով, հարյուրավոր, եթե ոչ ավել։ Միանշանակ դադար անձնակազմի թաքստից փախչել, հեռանալ հատկապես տեխնիկաներից կամ տեխնիկայի տակ Ուզում եք ասեք օրենքը կանոնադրություն թույլ է տալիս երթը դադարեցնել։ Այո։ Մարտական խնդիր է, որը որ դրված է չկատարել։ Այսինքն հիմա երթը դադարեցվեց, մեր վատականության ընթացքում հետազոտված ապացույցները ունենք իրավիճակ, որ սակրավորային վաշտը պետք է հասներ բկետ, պակետից բկետ։ Ըստ այդմ ուներ մարտական խնդիր։ Եվ փաստացի երթը դադարում է, որի հնարավորությունը օրենքը, կանոնադրությունը, նորմատիվ ակտերը թույլ են տալիս։ Պատրանով մարտական խնդրի տապալում չի լինում։ Պետք է զեկուցել իր որոշման մասին վերադարձ հրամանատարից մարտական խնդրի կատարման ժամանակը փոխել տար։ Եթե հրամանատարը վերադարձ չէր համաձայնվի, ինքը պետք է զեկուցել, որ հրամանատար գտնում է ԱԹՍ-ի հսկողության ներքո, հավանական է արձակումը ԱԹՍ-ով, որոշել եմ երթը դադարեցնեմ, անձնակազմը թաքցնեմ։ Եթե վերադարձ հրամանատարը հրաման կտար, ասել չէ, շարունակի, արդեն իր վրա պատասխանատվություն վերցնելով, որ ինքն է վտանգում անձնակազմի եւ տեխնիկայի կորուստը, այդ պարագայում հրամանատարը այլ ընտրանք չունի, նա միանշանակ պետք է շարունակեր։ Հիմա գանք ենք ներում իրավիճակի դասակի հրամանատարը սակրավորային Պետենան Տարոն Նիկողոսյան։ Հրամանել է անձնակազմին իջնել եւ չի զեկուցել այդ մասին։ Ինչ արել հրամանել Հրամանել է իջնել անձնակազմին պատը սպառել եւ չի զեկուցել այդ մասին ըստ վերադասության։ Արդեն իսկ իրեն վերադաս համարվող այդ պահին կարելի է ասել նաեւ զորամասի հրամանատարի փաստացի պարտականությունները կատարող հրամանատարներից մեկը Փողգնդապետ Վերանյանը հասել է տարած դեպքի վայր չասենք Խաչմերուկ, տեսնելով իրավիճակը եւ ըստ նատակնության ընթացքում հետազոտված ապացույցների իրեն հայտնել են, որ օդում կա ԱԹՍ, ամեն դեպքում որոշել է, որ երթը պետք է շարունակվի եւ ավտոմեքենան երթից որոշակի ժամանակ անց խոցվել է։ Հիմա այս իրավիճակում ով է ըստ ձեզ ինչու թերացել կամ արդյոք որը մեկը ինչ-որ բան թերացել է թե ոչ։ Երկու բան տարանջատենք, հա, պարոն Մարգարյան։ Երթի համար նշանակում է երթի ղեկավար։ Երթի ղեկավարը ով եղել։ Երթի ղեկավարը եղել է Զորամասի շտաբի պետ Դավիթ Հարությունյանը։ Ահա։ Այդ որոշումը
երթը դադարեցնել եւ այլն որոշում կայացնողը Շարասյան ղեկավարն է։ Այդ դասակի հրամանատարը զեկուցել է Շարասյան ղեկավարին, որ ինքը երթադադար է անում։ Ոչ, ասեցի, որ չի զեկուցել։ Ինչ? Բայց ասեցի, որ չի զեկուցել, իրավիճակը հաշվի առնելով տեսել են, իջել են եւ չի զեկուցել։ Փաստացի ունենք Դավիթ Հարությունյանից Ինքը դասակի հրամանատարը, եթե իր հետ իր վաշտի հրամանատարը կամ այլ ծառայության պետք կա իր հետ։ Այսինքն իրան ղեկավար է նշանակված եղել է դասակի։ Նրան չի զեկուցել։ Նա տեղում է։ Ինժեներական ծառայության պետը եւ դասակի հրամանատարը Տեղում են իրար հետ։ Բայց դասակի հրամանատարն է որոշում կայացրել։ Դադարեցրել է երթը, սակրավորային ծառայության պետը դրան որևէ կերպ չի առարկել։ Իրավիճակը այդպիսին է։ Եվ դրանից հետո ավելի բարձր կոչումով եւ պաշտոնով զինծառայող իդեմ Անդրանիկ Վերանյանի հանձնարարել երթը շարունակել։ Նրան զեկուցել են ինչի համար են երթը դադարեցրել։ Նույնիսկ պարագայում արդեն հրամանատարի որոշումը չեմ կարող ասեմ, իսկ Երանյանը ինչ հրաման է ստացած եղել։ Որտեղ մարտական հրամանը նշանակում է գնամերի արիսի դեմ։ Չէ, երբ որ մենք հրաման ենք տալի, դա առաջի հերթին նշանակում է կյանքի գնով էլ զոհվելով թե Բդի խնդիրը ցանկացած պարագայում կատարի։ Եթե ինժեներական ծառայության պետը տեղում է եղել, բայց տվյալ որոշման կայացմանը չի միջամտել, դա ես համարում եմ արդեն այլ բան, տվյալ մարդը կամ ավելորդ եղել ընդեղ, կամ չգիտեմ։ Չէ, բանակում չկա լռությունը համաձայնության նշան է։ Նա վերադաս է, դրա համար վերադաս է։ Ավակ հրամանատարը, ավակ պետը դրա համար էլ պետ է։ Աղեր, հայտնի ժողովրդական ասացված մերի վերեցիկ, գնամ եղե ամիսին, իսկ ողջ մնալը արդյոք առաջին հերթին պետք չէ ողջ մնալ, որ կարողանաս մարտական խնդիրը կատարել։ Ամեն ինչ մարտական կանոնադրությունները նախատեսված են անձնակազմի եւ տեխնիկայի ողջ մնալու եւ պահպանվելուն։ Եթե իհարկե կա այդպիսի հնարավորություն, էլեմենտար բան, օրինակ ասենք, ինչ տիպի ինժեներական աշխատանք էլ կատարենք, ամենաառաջինը դա անձնակազմի թաքստոցի կահավորումն է, կրատով են առա։ Ինչ էլ որ մենք անենք, ցանկացած պարագայում բանակում ամենաթանկ նյութը, ամենաթանկ միջոցը դա զինվորի սպայի, զինծառայողի կյանքն է։ Տվյալ պարագայում դասակի հրամանատարը ելնելով իրավիճակից համարում են, որ ճիշտ որոշում է կայացել, բայց հետագայում, ես էլի եմ կրկնում, չգիտեմ, հիմա Երանյանը զեկուցել է իր վերադասին, որ էս է իրավիճակը, ԱՏՍ-ի տակ ենք, որոշել ենք մնանք կամ որոշել եմ արագ փախնեմ կամ դա արդեն հրամանատարի տեղակալ հրամանատար դա ես Դասակի հրամանատարը ճիշտ որոշում է կայացրել։ Միանշանակ, եթե խնդիր կա, որ կարան ոչնչացնեն, սպանեն իր անձնակազմին, իր տեխնիկան շարքից դուրս հանեն, որ խփեին մեռներ, միևնույնն է խնդիրի չկատարել, չէ։ Դա միանշանակ է։ Ուրիշ բան, որ ես էլի եմ կրկնում, ինչ իրավիճակ է եղել ընդհանուր մարտում, օպերացիայում, այդ պաշտպանական օպերացիայում Ինչ իրավիճակը իշխանաձորի խաչմերուկում հետևյալն է եղել։ Հակառակորդը հոկտեմբերի 9-ին դուք լավ եք գիտեք, վստահ եմ, իշխանաձորի խաչմերուկում մարտական գործողություններ չեն ընթացել։ Առաջինը գտնվել է առնվազն, եթե չեմ սխալվում, 20-ից 30 կիլոմետր հեռավորության վրա։ Հակառակորդի զինվորի ոտքը առնվազն հոկտեմբերի 9-ի դրությամբ իշխանաձորի խաչմերուկում չի եղել։ Եղել է միայն օդային հարձակում, Ուտել է հակառակորդ, ուտել էլի, այլ քիչ կարևոր հանգամանք չի։ Եվ եղել է նաև խոցում, համապատասխան նաև ձեր ենթակայության մոտակ գտնվող համապատասխան տեղանքում մոտակա։ Այս իրավիճակը, այլ դուք ուզում եք հարցին պատասխանեք, հարցնեք պատասխանեք, ես իրավիճակը ներկայացրի ձեզ։ Այս իրավիճակը, օպերատիվ իրավիճակը Իշխանաձորի խաչմերուկում դասակի հրամանատարի կողմից համապատասխան որոշում կայացնելու համար
բավարարել իրադրությունը ճիշտ գնահատելու առումով, թե ոչ։ Նա հրամանատարը ոնց էր ազգանունը Երանյանը Վերանյանը տեղակ եղել է որ օդում ԱԹՍ կա Ըստ ցուցմունքների Վերանյանին զեկուցել են, որ օդում ԱԹՍ կա, դրա համար են կանգնել։ Ստեղ արդեն այդ հարցին կարա պատասխանի Երանյանը ինչ համար է նմանատիպ որոշում կայացել է ես ասի այն ինչ որ պահանջում էր իրավիճակը ԱԹՍ-ն օդում տեսնելով մարտական ուղի անցած, որոշակի մարտական գործողությունների մասնակցած, մարտական փորձ ունեցող կամ համապատասխան կրթություն ունեցող այս բոլորը միասին կամ առանձին վերցած զինծառայող կամ անձը կարող է որոշակի պատկերացում կազմել ինչ տեսակի ԱԹՍ-ի մասին է խոսքը։ Տեղերում ես միջև պատերազմել ալբոմները սարքած սիլուետներով բացի դրանից նաև մարտական կանադրություններում էլ կա դրանց սիլուետները բոլոր զինվորը մտնում է ու չեպկա ամենաառաջիններից մեկը դա ցույց են տալի, բայց բացի դրանից էլ նաև գունավոր ալբոմներ իրանց մանրակրկիտ բնութագրերով եւ իր գործողություններ կարող են կատարել, դա եղել է բոլոր 100% զորքերում ընդ որում ես քանի որ դրանք հաճախակի օգտագործող են յուրաքանչյուր 2 տարին մեկ նույնիսկ թարմացրել եմ Վերջի թարմացումը եղել է պատերազմից 2 թե 3 ամիս առաջ։ Հիմա այդ քիչան դուրս եկած վկան, որը ծովից առաջացուցում տալիս, առնվազն 100% ճշգրտությամբ, վստահությամբ պնդում է, որ միանշանակ հարվածային ԱԹՍ է եղել, որովհետև տեսել է իջնելու պահը, բացի այդ մեր դատարանում արձակնված վկաների մեծամասնությունը ևս փաստում են դա, նշելով, որ դռոց է եկել, մոտոյի ձենի նման ձեն է եկել ու հարվածել է։ Դե վերջում որ ինքը ֆարսաժ է անում, այդ ժամանակ շատ ուժեղ ձայնը լսվում է, հա։ Դա ինչի մասին է, ինչ ԱԹՍ կարող է լինել։ Նու դա չէ, հերթիր այդ տարածքում այդպիսի հերթիրներ չեն կիրառվել, հիմնականում հերթիրներ կիրառել են Շուշի, Ստեփանակերտ, Զաբուղ այդ ուղղության վրա դեր 10-14 կիլոմետր իրան չէր կարա հասներ, բելարուսական պոլոնեզ տիպի հրթիռներն են եղել, որ խորքային միջև, բայց կերակը վարել են ամենահեռուն, որ խոցվում է տեղի ունեցել, դա Զաբուղի մոստն է եղել։ Հա? Լորայո։ Լորան մեկ էլ պոլոնեզները։ Բելարուսական եւ իզրայելական։ Միանշանակ, եթե վերջում ձայնը բարձրանում է, ես նախորդ անգամ էլ եմ ասել, հիմա էլ եմ կրկնում, դա հիմա հարվածային է, թե հետախուզա հարվածային է, նախ այսօր արդեն դա չկա, այդ հասկացությունը վերացել է, որտեղ բոլորը 100% եւ հետախուզում են եւ ոչնչացնում են։ Կա դրանց մեջ կամիկաձե, որ ասենք ինքն է, կա որ սնայրադունի սնայրադն է գցում։ Դա համար էլ դասակարգում է այն կլասիկը, որ կար մեծ փոքր չգիտեմ, հիմա վերացրել են։ Հիմա մնացել է մենակ ինգնատիռա տիպի, թևավոր եւ կոպտեր տիպի։ Իսկ այն ժամանակ փոքր, մեծ, ռազմավարական, հետախուզա հարվածային, հետախուզա հարվածային հրթիռներ կերող բայրակթարերը 10 հրթիռ էին պահում, համ հետախուզում էր, համ ոչնչացնում էր եւ այլն։ Եվ նշանացուցում էր տալիս նաեւ այլ միջոցների։ Մեր իրավիճակում ձեր կարծիքով ինչ տեսակայ է, ինչ կարող է լինել։ Ես իմ փորձով, իմ գիտելիքներով ես միանշանակ կազմի փրկության համար միջոց կձեռնարկայի վերածել կզեկուցել։ Այդ նկարագրության պայմաններին, որ իշխումա բարձր ձայնահանում, ձեր կարծիքով ինչ տեսակի ԱԹՍ կարող է լինել։ Որ հարվածային է, հարվածային, հետն էլ հետախուզություն ունեցել է, թե չէ, միանշանակ ունեցել է, քանի որ հայտնաբերել է, չէ, նշանակետը, որ եկե մտել է մեջ, արդեն ինքնաբերաբար բերում է դրան։ Պարոն գեներալ, ես նախորդ արձակնության ժամանակ ևս ձեզ ցույց եմ տվել, որպեսզի չշեղվեմ արձակնության ձևից,
Այս անգամ եւս ուզում եմ ձեզ ցույց տալ դատարանում արդեն իսկ հետազոտված տեսագրությունը եւ խնդրեմ մեկնաբանեք ինչ եք տեսնում, ինչ է սա, բոլորը սա տեսել են դրա համար Որն է ցույց տալի, Մոստանցավ խանութն է, չէ՞։ YouTube-ի տեսանյութ։ Այո։ Եթե կերավաճ չլինի տարածք, ես պատի երկարությունը կարայինք էլ բարձրությունը որոշեինք, մեքենան գնում է։ Այսի բայց ներքևի մասն էլ վերև չի։ Դե պարզ է։ Հետախուզեց, հայտնաբերեց, հենը նշանացուցի մեջ պահում է, դե բարմարքանից։ Դատարանի համար պետք է պարզ լինի, ինձ համար արդեն վաղուց որոշման է պարզ են, խնդրում եմ մեկնաբանեք տեսանյութը, մասնագիտական։ Քանի որ տեսագրությունը շարունակվում է, հետախուզը հարվածային է, ասեմ ինչի համար, որտեղ հետախուզը հարվածային է, իրանց հետ նաև փոքրիկ ռակետներ ունեն, ռակետը գնացել է, բայց ինքը լկա, նշանակետը ոչնչացվա, բայց հիմնական հատս կորավ ինքը, եթե ինքը կորում է, ուրեմն նետ է, նույն հետախուզը հարվածային է, կամիկաձե տիպ է, որ եկավ մտավ մեջ, վերջում շատ է բարձր եղել ձենը, վերջում ըստ նկարների մոտոյի դռոցը։ Էդ է։ Նու հիմա ինչ որ է, դանք եթե դռոց է, ուրեմն ներքին այրման շարժիչով է, եթե տզոց է, ուրեմն ակումուլատորով է։ Ասենք են մեղրի փետակի մոտ ոնց է բդել։ Դրուժբի ձայններ։ Էդ է, ներքին այրման շարժիչ է եղել։ Ձայնը ուժեղացավ, որ ձայնը չկա։ Մենք ունենք նաև իրավիճակ, որ տեսագրության մեջ ևս է եղել, որ Ուրալի դիմացից երթևեկել է Հարություն Մոհանյանի կողմից վարած ամենագնաց թափքով ավտոմեքենա։ Այս իրավիճակում հակառակորդի ԱԹՍ-ի օպերատորի համար ավելի նախընտրելի է, որ նշանակետը խոսել, կամ հաջորդ ասած, արդյոք այդ ամենագնացի արկայությունը ինքնին կարող էր նաև ավելի արժևոր էր համապատասխան Ուրալի տեղը ճակերտների մեջ բնակարանում։ Ես երկու բան կարամ ասեմ, եթե օպերատորը եվրեյ եղել, Իսրայելի օպերատորներ են աշխատել, միանշանակ պիկապին էր խփելու, որտեղ նրանք շատ լավ պատրաստված են, հրամանատար ոչնչացնել է շատ ավելի թանկ է, քան 10 Ուրալը։ Եթե թուրք եղել օպերատորը, միանշանակ Ուրալը։ Դա իմ գնահատականս է Թուրքի զինծառայողի եւ բանի Իսրայելի, որտեղ մի հատ հրամանատարը ոչնչացում, համարի ստորաբաժանումը ոչնչացված է։ Աղջիկներ, հարցակնված վկաներ կան դատարանում, որոնք ռուսերեն բառ ասեմ, կներեք, սպանտան, ասենց մի անգամ ասում չկան բանակում հրամաններ, որոնք ենթակա չեն կատարվում։ Աննման իրավիճակ հրաման, որը առհասարակ ենթակա չի կատարվում։ Դա մանդատաների կանանց երեխաների վրա կրական է։ Ներքին ծառայության կառնագիրքը դրա մասին Ապոլինի հրամանները։ ցանկացած հրաման պետք է կատարվի հետո զեկուցվի։ Ապոլինի ստավյալ պարագայում անավանդ եթե պատերազմ է բոյ է, ես այդտեղ երթը շարունակել Ապոլինի հրաման չի։ Դա հրամանատարի որոշում է։ Չի կարա Ապոլինի։ Կատարողի համար Ապոլինի չի։ Դենց հասկանան։ Հա, ոնց։ Ինքը իր հրամանատարի հրամանն է, դա մարտական հրաման է տվել է, ես էլ եմ կերկնում, գնա մերի, արի սիրեմ։ Բոլոր որ վարգյանին համազգես թակար, այդ կարգավիճակում ես։ Որտեղ ցանկացած պահի կարա մարտը սկսվի, կարա, չգիտեմ, հանգարցակի մարդ սկսվի,
հրթիռով հարվածեն ձեր ասած։ Ես այդ համաձայն եմ, բայց վերապահում ունեմ։ Նու- Նույն օրինակն է բերեմ վերապահման։ Նույն իրավիճակում, երբ որ վերադասը հրամանտակ համացարակցին սպանել։ Ոնց կարա։ Դե մենք դրա ասեցինք, չէ՞, որ Ինը երեխա ասացիք միայն։ կին երեխա մանդատա գերու մասին է խոսքը։ Գերի չեմ ասում, ես հրամանի մասով վերապահումը նաև քրեաիրավական առումով ունեմ, որ արդեն այդ ապօրինի հրամանները ենթակա չեն կատարվում ամեն դեպքում։ Բայց ես օրինակ զինվոր եմ, դուք իմ հրամանատարս եք, հրաման եք տալը X-ին կամ Y-ին ոչնչացնելու։ Միգուցե դուք գիտեք, որ նա հակառակորդի շպիոն է, պետք է արագ ոչնչացվի։ Ես այդտեղ իրավունք չունեմ ձեր հրամանը այս կամ այն ձևով, որտեվ հրամանատարը ամեն ինչ չի, որ իր հրամանի մեջ պարտավոր է։ Մանավանդ։ Իսկ հրամանատարի հատկություններից հնարամտությունը հրաման տալիս նշանակություն ունի։ Միանշանակ, մենք եկանք այն ծանր հարցին, այն 5 խնդրին ենք գալիս, 5 խնդրին ենք գալիս։ ԱՏՍ-ի խոցման հավանականությունը գնահատելու առումով ինչ գործոններ են կարևոր։ ՀԱԹՍ-ը խոցել է հելնելով նրա տեսակից եւ հրազենային զենքերով եւ զենիթային հրետանով շատ ցածր է, շատ ցածր է։ Օրինակ ժամանակակից ԱԹՍ-ները հայրենական մեծ պատերազմի ժամանակահատվածի ինքնաթիռների մարտավարատեխնիկական բնութագրերին համահավասար են։ Մինչև 200 կմ/ժ եւ այլն արագություններ, բարձրությունները մինչև 5000, եթե իհարկե ոչ ստրատեգիական են։ Ես ձեզ մի թիվ ասեմ։ Հայրենական մեծ պատերազմի լավագույն հակատային պաշտպանության զենքերից մեկը, քերակային միջոցներից մեկը եղել է ԱԶՊ 57-ը։